Ողջույն բարեկամներ, այսօր արդեն օգոստոսի 4-ն է եւ մենք բավականին հետաքրքիր նորություններ ունենք, հետաքրքիր եւ անսպասելի։ Բայց մինչև նորություններին անցնելը ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ դուք կարող եք հետևել մեզ Patreon-ում եւ դուք կարող եք օգտակար լինել ալիքին ձեր նվիրատվություններով։ Ցանկացած տարբերակների համար կան ներքևում հղումներ։ Եվ պետք է ասեմ, որ մեր ալիքը բաց է համագործակցությունների համար գովազդատուների հետ, բացառությամբ այն ոլորտներին, որ ես տանել ուղղակի չեմ կարողանում, որոնք բացառվում են, որ երբևէ այս ալիքում Երևան։ Խոսքը գնում է հիմնականում խաղադրույքների հետ կապված բիզնեսմենի, բնականաբար ծխախոտ, խմիչք եւ այլն։ Հայաստանի զարգացման համար, Հայաստանի տնտեսության, Հայաստանի IT ոլորտի կրթության որակի զարգացման համար ցանկացած ապրանքի գովազդ հնարավոր է եւ իմ կողմից ողջունում եմ, եթե դա ցանկությունը լինի։ Իսկ հիմա անցնենք կարևոր նորություններին։ Ես ուզում եմ այսօրվա հանդիմությանը շնորհավորել, որովհետեւ 63 կողմ 28 դեմ քվեարկությունով Ռուբեն Ռուբենյանը ընտրվեց ազգային ժողովի նախագահ։ Իրոք, ես շնորհավորում եմ հանդիմությանը իրանց համառ ջանքերի շնորհիվ կայացավ ի վերջո խորհրդարանը եւ Թուրքիայի դրածո Ռուբեն Ռուբենյանը թուրք Ռուբոն նշանակվեց ազգային ժողովի նախագահ։ Հետաքրքիր է, գիտեք որ նա որ 63 կողմ ու 28 դեմ։ Սրանից հետո նայեք, բոլոր քվեարկությունները անցնել են մոտավորապես այս ֆորմատի վրա։ Բայց այս ընթացքում կլսենք աղմուկ, աղաղակ, ինչպես ցերեկ առանձին մի հատ վիդեոյի մեջ նշել է, այսպիսի մի դրվագ կա, եթե հիշում եք Կովկասի գերուհին ֆիլմի մեջ, երբ որ Շուրիկին ասում են, Շուրիկ, Նինան խնդրել է, որ դու ինքդ առևանգես Նինային։ Նինան շատ խնդրեց։ Այո, մի մտածի, նա կդիմադրի, կկծոտի, կհայոյի, բայց դա մեր ադացների մեջ է մտնում, մեր տրադիցիաների շրջանակներում է։ Այնպես որ այս ֆորմատը մենք դեռ տեսնելու ենք ամբողջ այն ընթացքում, դա կլինի 1, 2, 3, 4, 5 տարի, որքան գոյություն կունենա այս ազգային ժողովը, եւ այդ ընթացքում կտեսնենք այս ամբողջը, ինչ ես ասացի, գոյություն ուներ արդեն հայտնի ֆիլմում։ Այո, նրանք իրար կհայոյեն, կկծոտեն, հա, մի խոսքով։ Բայց սա է ժանրի կանոնը, դա հին հայկական ազգային ժողովյան նիկոլյան ավանդույթն է, որի մեկնարկը տրվեց, որի կապակցությամբ ես ուզում եմ շնորհավորեմ անդիմությանը, մանավանդ այսպիսի մի արտահայտությունից հետո ոնց չշնորհավորես իրեն։ Աստորեն Նարեկ Կարապետյանը ասում ես մոտիկից չեմ տեսել ռուսի, որ զենք է վաճառել Ադրբեջանին։ Հայաստանի դեպք եռալուն։ Դա ոնց չէիք կանչել Նարեկ Կարապետյանին, որ ինքը նայել այդ վաճառքի process-ին։ Ես ուղղակի զարմանում եմ։ Դուք ինչի մասին էիք մտածում այդ ժամանակ, խոսքը 11, 12, 13 թվերն է միջև պատերազմ, հա։ Երբ ինքն այն ժամանակ չգիտեմ, ուսանողներ կամ ինչ, բայց դուք ոնց չէիք կանխատեսել, որ ապագա ընդդիմության, ճակերտավոր եմ ասում, խորհրդարանական ընդդիմության լիդեր Նարեկ Կարապետյանը պետք է գար իր աչքով տեսներ այդ վաճառքը, ոչ միայն ստորագրումը, ամբողջ process-ը, transaction-ները, բան, delivery-ին, հա, մատակարարումը զենքի։ Մոտիկից չի տեսել, իսկ լսել է դրա մասին։ Ընդ որում ոչ մեկ չի երկու, ոչ Ռուսաստանը, ոչ Ադրբեջանը։ Բայց քանի որ Նարեկ Կարապետյանը չի տեսել, ուրեմն նման բան չի եղել։ Բայց ինքը ոչ չի կարա հերքի օրինակ, որ արդեն ազգային ժողովի նախագահը ընտրվել թուրք Ռուբոն իրենց օգնությամբ։ Նույնիսկ եթե դեմեն քվեարկան։ Իսկ հիմա Նարեկ Կարապետյանը այս փաստի չի կարող դիճել։ Դա ափսոսում եմ Նարեկ Կարապետյան, բայց շնորհավորում եմ քո առաջի լուրջ ձեռքբերումով։ Դե հիմա կարող եք իրար շարունակել։ Հայոյել, կծոտել իրան, ինչ ուզում եք։ Ոնց ուզում եք, քանի որ կանգնեցինք այս նկարի վրա, տեսնում եք այս դեմքը։ Տեսեք։ Տիպիկ ԿՊ-ականի դեմքը, չէ՞։ Տիպիկ։ Բայց հասկանանք ով է այս տիպիկ ԿՊ-ականի դեմքով երևույթը։ Գտանք Վեդեցի գեղամին, ով Հիսուս Քրիստոսի արձանի նկարը պղծում էր։ Հիսուս Քրիստոսի արձանի նկարը դեկալել է Լուկաշենկոյի
դեմքը դրել էր Հիսուս Քրիստոսի արձանի վրա ու ինչ-որ քաղաքական այտենց մեկնաբանություններ է տալի։ Չեմ սիրում մարդկանց այտենց հիվանդությունների, թերությունների վրա խոսալ, բայց sense որ նայում եմ մի աշկդ նայում է հյուսիս մյուսը հարավ, ուղեղը էլ են ջոգելով այտենց, այդ մի ուղեղի կեսը հյուսիսի կողմն է, մյուսը հարավի կողմն է։ Ու դու քեզ թույլ ես տվել լիքը մարդկանց վիրավորել։ Արա կարծիքդ արտահայտի, քննադատի, արա բայց մարդկանց վիրավորելը ո՞րն է։ Հիմա էսի քաղաքացիական պայմանագրի, չգիտեմ, աջակիցն է, ակտիվիստն է, տոլի անդամն է, ձեզ է ներկայացնում։ Զբաղվեք այս պղծով։ Ու եթե մուսուլմանական երկրում մենք ապրեինք ու նման բան անեին, բոլոր մուսուլմանները սրա վրով կանցնեին։ Բայց քանի որ մենք ապրում ենք Հայաստանում եւ Հայաստանում օրինակ այս կարգի երևույթները կարան չէ ինքը կարող է չէ հայոյանք էլ գրել, ասենք մատ կներեք բարես համար մատ ֆուլ գրել Քրիստոսի մեղավոր, հա Լուկաշենկոյի դեմքով Քրիստոսի ասել, բայց չի գրել, չէ, շնորհակալություն ասենք էլի, որովհետեւ շատ քիչ է լինում, որ լինում է քպայական, մի բան է գրում ինտերնետում, ու դա չի լինում հայոյանք։ Բացառիկ երևույթ է, ես ուտես բան եմ կարդում, ես չեմ վիճում իրաց հետ, ես շնորհակալություն եմ հայտնում խորապես, որ առնվազն հայոյանք չի գրել, այդ fake է։ Լինում են այդպես դեպքեր։ Հա։ Իսկ մի զարմացեք։ Նիկոլին հաճոյանալու համար սրանք իրաց մոր նկարների վրա էլ կդնեն այդ նկարները, բեռերը հոր նկարի վրա էլ կդնեն կոտոշներ, եթե պետք լինի։ Եթե իմանան դրանով իրանք հաճոյանում են Փաշինյան Նիկոլին, եւ Փաշինյան Նիկոլն ասել է «Մալադեց սուկինսին», իրանք ամեն ինչի ընդունակ են։ Սրանք ոչ սրբություն ունեն, ոչ ազգային պատկանելություն ունեն։ Ընդ որում, որ մարդը սրբություն չունի, ինքը չի հավատում ոչ մի բանի, գուցե դա իր գործն է։ Բայց ինքը պարտավոր է հարգել մնացածի սրբությունները։ Այստեղ ներում չկա։ Մարդը կարա հավատա, կարա չհավատա, բայց մնացածի հավատքի նկատմամբ, եթե ինքը երկե կատարյալ անասուն չի, ինքը պարտավոր է հարգանք ունենալ։ Բայց նայելով գործողությանը կարող ենք արձանագրել, որ հերթական, նիկոլական, կատարյալ անասունին ենք տեսնում մենք այս նկարի մեջ։ Այս արագային լսա որպես վիրավորանք չեմ ասում, ես որպես տեսակ եմ ասում, հա։ Այսինքն ինչ որ մի բան, որ ոչ մի արժեքի չի տիրապետում, այսինքն ոչ մի արժեք գոյություն չունի իր մոտ։ Հա, մարդը այն հայտնի կենթանիներից հենց դրանով է չէ տարբերվում։ Հիմա ինքը ասում է, որ ինքը դրանից չի տարբերվում։ Իր համար կարևորը, որ իրան հավանություն տան այս գործողությունների համար։ Այնպես որ մի վիրավորեք իրերին, ապրանքներին, այս կարգի իրերին իրենց անունները կոչելու համար։ Բայց քանի որ սա միակը չի, ես ուզում եմ մի քիչ առաջ գնալ։ Երևի եք հիշում եք, որ Ազգային ժողովի դալիճում վազում էին սրա հետևից մի բան ասել։ Կոնջորյան ինչպես է ստացվել, որ ձեր կինը $10,000 է ստանում։ Ձեր կինը ինչ բանաձևով է հայփոստից $10,000 աշխատավարձ ստանում ըստ հրապարակումների։ Դուք հաստատում եք այդ տեղեկությունը։ Ոչ մի պատասխան չունի, ասում ես պատասխան չեմ տալի։ Բայց քանի որ հարցը օրակարգային է, ասեցին ասա էլի, մի բան ասելի, մի բան դուստու, մեկը ինչ կապ ունի դու ասել ես, թե չես ասել։ Եվ որոշեց, որ ինքը պետք է հայտարարի, որ իր կինը հայ փոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է։ Սա ինքն է։ Երևի նախկին տնօրենը նստած է լացում է, տան ասում է, բայ ես ինչի՞ չէի անում սա։ Գոնե ճիշտ լինել։ Հիշում եք Կովկասի այն ակսակալին, որ ես ցույց տվեցի, մի օր իր ցիտատը, որ ասում է «Այն ժողովուրդը, որի տղամարդը սուտ խոսելուց չի ամաչում, դա նշանակում է այդ ժողովուրդը ենթակա է ոչնչացման»։ Ինքը գնում է ոչնչացման ճանապարհով։ Չգիտեմ, ինչքանով կարելի է համարել տղամարդ, բայց արական սեռի ներկայացուցիչ որպես իրանք իրենց ամբողջ թիմով հենց այդ տեսակի մեջ են։ Եթե այս կենթանիները շատ են հասարակության մեջ, նշանակում է այս ժողովուրդը գնում է ինքնաոչնչացման։ Այո, որովհետև այդ ժողովրդի արական սեռի ներկայացուցիչները չեն ամաչում սուտ խոսալուց։
Ստեղ իրանց ոչ իման պետք չի ասել, ոչ ապացուցել, ոչ չապացուցել, բայց ամեն դեպքում Մեսրոպ Առաքելյանը հաշվել է ինչ ա եղել միջև այդ։ Եվ այսպես 20 թվականից հայ-փոստի կառավարությունը անցել է կառավարումը, հա։ Եվ այս 7 տարիների ընթացքում այն արձանագրել է մոտ 4 միլիարդ դրամի վնաս։ Պատկերացնում եք դες բան։ Անցել է կառավարությանը 20 թվականից խլել են Էրմեկյանի ձեռքից, իմջելոց միջև այդ ինքը օգուտով էր աշխատում։ Խլել են ու սկսել է 4 միլիարդ վնաս ա տվել այս ամբողջ տարի ընթացքում։ Ոնց ա լինում վնասը, եւ ծախսերը ավելի շատ են, քան եկամուտները, չէ՞։ Աշխատավարձներ, գործուղումներ, նվիրատություններ, մի խոսքով, ինչ ասես։ Եվ 24 թվականի կառավարության որոշմամբ հայ-փոստի կապիտալը համարվել է մոտ 2 միլիարդ դրամ պետական բյուջեի հաշվին։ Այսինքն, այս ընթացքում իրենք անդադ վնաս են տվել, ոչ թե կառավարման համակարգը փոխվել, ոչ թե տնօրեն, այլ կառավարության կողմից եւս 2 միլիարդ վնասով կառավարվող կազմակերպություն։ Այո։ Այդ 2 միլիարդով մարդիկ էլի աշխատավարձ են ստացել եւ շարունակում են վնասով աշխատել, սպասելով պետական բյուջեից նոր ֆինանսավորման։ Այո։ Սա գիտեք ոնց է կոչվում։ Սաբոտաժ։ Հանցագործություն պետության նկատմամբ։ Վերջ։ Հիմա թե իրանից առաջ ավելի շատ են ստացել, ավելի քիչ են ստացել, այս տնօրենին, որը 4 միլիարդ դրամի վնաս ա տվել, 2 միլիարդ է ստացել, ոչ թե պետք է աշխատավարձ տալ, պետք է դատել հիմնարկը վատ կառավարելու համար։ Բայց քանի որ սա մի երևույթի կինն է, որ ոչ ամոթ ունի, ոչ նամուս ունի, ոչ տղամարդկային հատկություններ ունի, որը եղբայրը թույլատալի բարեկների հսկողության տակ իր գործընկերոջ, ընտանիքի, երեխային կնոջը հայոյել օրերով մի տարածք, մի ընտանիքի, որտեղ ասեմ նստել հաց ա կերել 100%։ Դուք պատկերացեք, հաց ունենան իրանք ցանկացած շփումների վրա։ Ինչ է նշանակում այսքանից հետո մի հատ սուտ չխոսա։ Ցես բան ասել իրանց համար ինչ է նշանակում։ Սրանք այսօր պատրաստ են հաց ուտել, վաղը այդ հացը դնողին վերջի հայոյանքները տալ։ Սուտը ինչ է ոչ խոսան։ Ու խայտարակությունը գիտեք որն է, որ այս տեսակը արդեն դառնում է սովորական ժողովուրդ։ Մեր արժե համակարգի մեջ այս տեսակը ամենազզվելի, ամենանողկալի, ամենամերժելի տեսակն է։ Ստե քաղաքականություն չկա։ Քաղաքականություն չկա, դու ես սիրում, ռուսամետ ես, եվրոմապետ ես, ինչ ուզում ես։ Ստե քաղաքականություն չկա, ստե բացառապես բարոյական հարթություն է։ Ես միշտ ասել եմ, Նիկոլ Փաշինյանին ընտրելը քաղաքականության հետ կապ չունի։ Սրանց հարգելը, սրանց օգնելը քաղաքականության հետ կապ չունի։ Սա այս ամեն ինչը բարոյական հարթության մեջ է։ Որովհետև եթե մեկի մոտ այս ամեն ինչը բարոյական զզվանք եւ մերժում չի առաջացնում, նշանակում է ինքը ուղիղ սրանցից է։ Ուղիղ մեկը մեկին։ Ոչ մի դիսոնանս իրաց մեջ չկա։ Ոչ մի հակադրություն, ոչ մի խնդիր, տարաձայնություն չկա։ Բայց մենակ սա չի։ Սրանով մի հատ էլ փաստորեն այսօր է բացահայտվել, ինքնաբացահայտվել, մենք լսենք սրա։ Տաշիրը բավական։ Դե գիտեք, չէ՞ որ Լորին եւ Տաշիրը բավական տևական ժամանակ եղել է վերացական թագավորության մաս։ Եվ Հա, չէ, դե sense չիլնի, չէ, դե sense չիլնի։ Sense չիլնի, Լորին այո, կար մի ժամանակ, երբ հա չէ, սա կարակ վերցնեք, հենա, պարոն Ղասակը վերցնեք կտարածեք։ Հա։ Եվ, ասա եւ։ Ասում եմ ինչի, որովհետև երբ որ գա Վրաստանից падգամավոր եւ ասի Տաշիրը իմ հայրենիքն է, որովհետև էսիշ թվականին եղել է մի վարքյան, եղել է վրացական թագավորության մաս, այսինքն այդտեղ Վրաստանի թագավորն է նշանակել, օրինակ մարզի ղեկավար եւ ինչ է գլուխները բռնում, ասեք էս ինչ բան է, էլի չլավ հասկացանք։ Պարզ բան եմ ասում, բանը հասկացանք։ Փաստորեն եթե մի շրջան սա Վրաստանի թագավորն է նշանակել, ուրեմն վրացի կարագասի սա իմ հայրենիքի մի մասն է։ Ըստ այս երևույթի, այս Շարքային Կոնջորյանի, սրանց բոլորին կարելի ասել Շարքային Կոնջորյան, Շարքային Նիկոլ, Շարքային Թուրք Ռուբոկ, բոլորը, ասենք մեկը մեկին բռնում են սրանք։
Սրանք են տեսակն են, որ ամոթ չունեն, ոչ միայն տգետ են սրանք, ասենք, կատարելություն են տգիտության մեջ, էլի։ Որտեւ եթե սրանք, ասենք, քպայական չլինեին, ուսապարկ չլինեին, այսօր Նիկոլի դավաճանները ծածկելու եւ աջակցելու համար չհայտնվեին ստեղ, օրինակ, այս տեսակը ես ցերեկն եմ ասել, մաքսիմում սրան վստահեին, ասենք, չգիտեմ, մի հատ տրապ կտային, մի հատ էլ գուբ կա, ասեն, մի հատ էս մեքենայից ակները սևացու։ Բայց գուշ չխարժ չանես ակի վրա, որտեվ սա կարող է նույնիսկ անհնարինն անել, ասենք, ինքան անընդունակ, ասենք, կարող է այդ սևացնելու ժամանակ ռեզինի վրա խազանել, ասենք, նույնիսկ սա ընդունակ է, որտեվ ինչ պետք է անեին սրանք, եթե չլինեին դավաճան ուսապարկ, որ հիմա պետք է գար, հիմա էլ ասել Վրաստանը կարա գա, լորի, չգիտեմ, տաշիր, ուզի մեզանց ասեցին պատմական հայրենիքն է։ Հիմա փաստորեն այս տգետի, ըստ այդ տգետի, ցանկացած ժամանակ երկրները որտեղ ինչ որ նշանակել են, ղեկավարներ նշանակել, ներկայացուցիչ ընձեռում հայ թագավորներն են բանում Վրաստանի տարածքում ղեկավարներ նշանակել։ Ոնց կարող եմ ուղղակի ցույց տալ, որ չլինի ես դա առնվազն 3 օրինակ, հա 1990 թվականին Տիգրան Մեծի ժամանակ եւ 8-9 Սմբատ առաջին թագավորի ժամանակ։ Մենք շատ հարաբերություններ ենք ունեցել դա Վրաստանի հետ մենակ, հա եւ դա կարող է լինել, որտեղ Բագրատունիները նաեւ ղեկավարում էին Վրաստանը։ Հայ թագավորներն էին ղեկավարում Վրաստանը։ Եվ ասեն գնալ ասել, քանի որ մեր թագավորները ձեր մոտ են ղեկավարել, արի ես ասեմ սա իմ հայրենիքն է, կամ ասենք Հայաստանի վրա ով չի ղեկավարել, մոնղոլները ղեկավարել են, արաբները ղեկավարել են, բյուզանդացիները, հռոմեացիները, վարսիկները իրանց հերթին, սելջուկները իրանց հերթին, ռուսները իրանց հերթին։ Փաստորեն, մի հատ արաբ կարա գա, ասի մի վարքան։ Մեկստեղ կառավարիչ ենք նշանակի, ուրեմն սա իմ հայրենիքն է։ Թեթեման եմ ասում, այս տեսակին լուրջ ընդունել, աջակցել, սա քաղաքական կատեգորիա չի, սա բարոյական կատեգորիա է, բարոյական։ Ու սա դեռ նոր է սկսում։ Ես չգիտեմ այս տականքը հիմա ինչ թեմա է բացում, մեզ հələ դեռ ինչ էր սպասվում Վրաստանի հետ, Ադրբեջանի հետ, բայց իրանց հանցագործությունները արդարացնելու համար այսպիսի հայտարարություններ անելը վստահ եղեք, անհետևակ չի ասում։ Հիմա Վրաստանում իրանց համար հանգիստ նստած են, մեկ էլ հոպ ազգային ժողովում սես մի բան է հնչում։ Բանը կարող է կականից մի հատ էլ պատերազմ հայտարարենք, հա Հայաստանի, որտեղ 18-20 թվականների ժամանակ պատերազմ է եղել։ Հայ-վրացական պատերազմ, հենց լորի համար։ Այո, հենց բրիտանացիներն են այդ պատերազմը դադարեցրել, սահմանը գծելով ուղղակի գետով, հա Սադախլուի այդ գետով կդրել այս կողմը Վրաստան, այս կողմը Հայաստան։ Այդ ժամանակին հենց ախալքալակին մնացել է Ջավախքը մնացել է Վրաստանում։ Մտածում եմ կարող է կականից մենա։ Հենա ազգային ժողովում իրանց հետ են ասում։ Մի հատ էլ պատերազմ չսկսենք։ Սրանք ուղղակի չեն հասկանում իրենց ամեն մի խոսքը ինչ հետևանքներ կարող ունենա։ Գիտեք ինչի չեն հասկանում, որովհետև իրենց ոչ մի խոսքի համար առ այսօր ոչ մի պատասխան չեն տվել։ Ոչ իրանց նախերին, ոչ իրենց ձայնա տվել։ Դե բնականաբար ոչ էլ ժողովրդին, որտեղ իրենք թքած ունենան ով ինչա խոսում, ով ինչա մտածում, եւ ընդհանրապես իրենց խոսքերը ինչ հետևանքներ են ունենում։ Որովհետև ըստ իրանց այսօր մորջներ իրենց ձեռքը, մեղներ իրենց ձեռքը։ Ինչ ուզեն կարող են դուստա։ Կարող բայց չի նշանակում որ ամեն ինչ անհետևանք է մնալու։ Սա էլ իմ անդրադարձը թող լինի այդ չնչին հետևանքներից մեկը։ Մյուսը խնդրեմ, սա այն հենց Թուրք Ռուբոյի եղբայրն է, հա, որը շատ պատահականորեն այդ հայտնի հրեա ռուս հրեա Սակալովի հետ բոլոր դերս գնում է։ Մեզ թվում է թե անճար Թուրք Ռուբոն sense իր համար ապրում է։ Չէ։ Ոչ միայն ինքը իր համար չի ապրում, այլև իր եղբայրները իր համար չի ապրում, այլև իր աներները իր համար չի ապրում։ Իսկ այսօր տխմարն ասում է, ես իմ աներս ասում եմ որ աշխատում էր ազգային ժողովում, դեռ իմ աները չէր։ Բայց նա արդեն կաշառակեր էր, չէ։ Արդեն թուրքական գործակալ էր, չէ, որ Թուրքիայի հետ գործեր էր անում, մարդկանց ընդեղ անձնագիր բան դասավորել համար։ Բոլոր ճանապարհները տանում են դեպի Թուրքիա։ Եվ այսպես Լևոն Ռուբինյանը վարչության նախագահի առաջին տեղակալ բիզնեսի զարգացման
գլխավոր տնօրեն։ Հետո Լևոն Ռուբինյան Ինեկոբանկը որդեգրել է լավատեսական քաղաքականություն։ Այս միամի դեմքով Թուրք Ռուբոյի եղբայրն է։ Այո, ոսից շատ պատահական այն մարդը, որ այսօր թրիկն է ղեկավարելու, իր բոլոր գործարքների մեջ կա սենց հետևից գնում է, այսպես հետևից գնում է։ Ժորժ ջան, տեսեք ինչ ունենք այսօր։ Աննկատն եմ ասում, չերևացող մասը։ Նենց է ստացվել այդ չերևացող թուրք այդ ռուսական գործակալի հետ հրեա Սոկոլովը ղեկավարում է եւ կապը եւ ենթակառուցվածքները եւ արդեն հանքերին է դիրապետում եւ թրիփինա ինքը դիրապետելու ղեկավարելու եւ չգիտես ինչի դա հետ անընդհատ այս թուրք գործակալներն են։ Ես որ ասում եմ ինչ որ կատարվում է Հայաստանում, դա ռուս-թուրքական համատեղ օպերացիա է, մեկ ընդեղից է նշանակվում, տեղակալ ընդեղից է նշանակվում։ Այսինքն Թուրքիա նշանակում է Նիկոլին, Նիկոլի Կողկովը, միջև հիմա, այո, մեր Գրիգորյանը, որ այսօր վերանշանակվեց նույն փոխվարչապետի պաշտոնում Տիգրան Խաչատրյանի հետ, որ երկուսն էլ հավասար կոնտրոլ ունենան ամեն ինչի վրա, ինչ որ կատարվում է Հայաստանում։ Բայց սա ում բացատրես։ Այն համույթին, որի համար միևնույն է ինչ է կատարվում, որը մի բառ գիտի հայոյանք գտելու համար, որի կենսագրությունը իրանից ներկայացնում մի նկար, այն շատ ժամանակ իրանն չի, երբեմն այդ նկարն չկա։ Սա այն շերտն է, որի վրա հիմնված է սրանց իշխանությունը, որոնք կարողացան դրանցով Հայաստանում իրականացնել բարոյացիտ։ Այո, այն աստիճան բարոյազրկում, որ կարելի է նույնիսկ Հիսուսի նկարը դնել, բեղեր նկարել, նմանացնել Լուկաշենկոյին ու դա տարածել։ Այլևս ամոթ չի, այլևս սահմաններ չկա։ Դե ինչ սահմաններ միտեղ, որի վարչապետը կարող ասի, այն ես չեմ ներվում, որից թուրք եք ասում։ Այո, այդ տականք շերտով կարողացան իրականացնել անհնարին է Հայաստանում, գտնել իրենց նմաններին, ազդել դրանց վրա եւ վախով շատացնել, որը իմ տեսակետից կարելի է կոչել մեկ բառով բարոյազրկում, բարոյացիտ։ Դե կարողացան հավաքել իրենց շուրջը մի 25-30%։ Հիմա մեզ մնում է պայքարել դրանց դեմ։ Եվ այսօր շատ հետաքրքիր առաջարկություն է եկել Իտալիայից, որ առաջարկում է Եվրոմիությանը, որ այս փախստականներին կարելի է տեղափոխել Հայաստան։ Դե հիմա ինչ պետք է ասի Նիկոլ Փաշինյանը։ Սա ոչ ավել ոչ պակաս առաջարկել է Ջորջո Մելոնին, Իտալիայի վարչապետը։ Դե հա, քանի որ դուք գնում եք Եվրոպա, ուրեմն բարի եղեք, ձեր սահմանները բացել նաև այն միգրանտների համար, առաջ որ մենք չենք ուզում իրանց ընդունենք եւ կարող ենք տեղափոխել, լցնել ձեր մոտ։ Ինչ վատավոր։ Ինչ վատավոր, թող անելի։ Քանի որ Նիկոլը էլ ոչ մեկին չի կարողանալու ասել ոչ, ում է ասելու ոչ։ Նիկոլը չի կարող նույնիսկ ամենաշարքային չինովնիկին Եվրոպայի միտեղ նստած ասի ոչ, որովհետև ինքը կախված է ամեն ինչից։ Ամեն մեկից ինքը կախված է։ Այն իշխանությունը գողանալու process-ը գին ունի։ Ու այդ գինը ինքը վճարելու է այնքան ժամանակ, քանի ինքը դեռ վարչապետի աթոռում է։ Ու մենք չգիտենք դրա դիմաց դեռ մենք ենք այդ վճարելու այդ գինը։ Մենք ինչեր ենք դեռ վճարելու դրա դիմաց։ Կորսիկայի անսամբլեան բանաձև է ընդունել պահանջելով հայ գերիներին ազատել։ Շատ հետաքրքիր բաներ է իդում։ Ամեն օր մի տեղից մի բան լսվում է այս առումով։ Սա էլ են ճշմարտ գործիքներից է, որ օգտագործում է եւ Փաշինյան Նիկոլի նկատմամբ, եւ Ալիևի նկատմամբ։ Չմտածեք սա ճնշում է Ալիևի նկատմամբ միայն։ Ոչ։ Սա առաջին հերթին ճնշում է Փաշինյան Նիկոլի նկատմամբ, որովհետեւ անընդհատ հիշացնում են, դու կարող ես դա մոռանալ, դու կարող ես լռել, բայց մենք իսկ հիշացնում ենք, որ դու sense problem ունես, որ դու ես դրա պատասխանատու, քո ընկերն էլ հանցագործ է։ Այո, ցեղասպան, հանցագործ։ Ես հիմա ուզում եմ լսենք մեր ընկերներին։ Ճանաչեք մեր հերոսներին։ Հովանես Սոսիկի Ավագյան։ Ես առաջարկում եմ, հիմա մենք sense, այս արդեն հետևում եմ Էդվարդ Համբարձումյանին,
Գնանք առաջ։ Ես ուզում եմ ասել դուք էլ հետևեք։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գնդապետ, Պաշտպանության բանակի փոխնախարար, քառօրյա եւ 44 օրյա պատերազմների մասնակից, առաջին աստիճանի մարտական խաչի ասպետ, Արցախի հերոս եւ ուղակի մեծատարով սպա, ով պատերազմը սկսելուն պես կնոջն ու 3 դուստրերին թողեց ու շտապեց մատաղից։ Մասնակցեց Մարտունու, Մարտակերտի ու Հադրութի մարտերին։ Նոյեմբերի 7-ին էլ զենքը ձեռքին ընկավ Շուշիում։ Իդեպ Չընկավ է, սպանեցին, դավաճանեցին, չընկավ, Շուշիում ոչ մեկը չի ընկել, Շուշիում բոլորին սպանել են, սրանց ձեռքով։ բունկերում նստած չէ, այլ ինկասացիայի մեքենայի ղեկին։ Մեկ, Նրա տրամաչափն առհասարակ գիտակցելու եւ մարսելու համար ձեզ մի քանի կյանք էլ չի հերիքի։ Հովհաննես Ավագյանը բացառիկ ֆենոմեն էր, ով ուներ 4 բարձրագույն կրթություն եւ ընդհանուր առմամբ 5 ուսումնական հաստատություն ավարտել էր գերազանցությամբ։ Ձեզ կարելի է հատ բոլորին ներկայացնել, մենք պարտավոր ենք բոլորին ներկայացնելու, գիտեք թե ինչն է կարևոր, ամենակարևոր մասը, թե նայողը այս ներկայացնելուց ինչ ազգում։ Ինչ ազգում, որտեղ այսօր մեր զրույցներից մեկի ժամանակ on-line, քանի որ ես TikTok-ում ես եթերներ եմ անում ամեն օր 1 ժամ, երեկոյան ժամը 10-ին, Երևանի ժամանակով։ Միկին ասեց, գիտեք, ասեց, ես Երևան էի գնացել ընտրությունների ժամանակ եւ իմ ծանոթներից բավականին adekvat ընտանիք, բան, հաջողակ բիզնեսմեն եւ այլն։ Երբ որ խոսում էի այս խնդիրների ժամանակ, ակաժները փակում էին։ Ու ասեցին, որ իրանք Նիկոլ են ընտրելու։ Ինչ անեմ։ Ասի դուք ոչինչ չեք կարող անել։ Որովհետեւ երբ որ իրանք են սա լսում, իրանք չեն ապրում այն հոգեվիճակը, այն զգացմունքները, ինչ որ դուք եք ապրում։ Իրանց համար այս ամեն ինչ միևնույնն է։ Իրենք հաղորդակից չեն այն մարդկանց վշտին, որոնք հաստատի ինքնազոհաբերվել են հենց իր համար։ Մեր բոլորի համար։ Իրանք թքած ունեն այդ ամեն ինչի վրա։ Դուք իրանց հետ ոչ մի բան չեք կարող անել եւ այն բառը, որ դուք ասում եք adekvat, տեղին բառ չի։ Որտեղ adekvat մարդը չի կարող անհաղորդ լինել այս ամեն ինչին։ Նիկոլ աջակցած, Նիկոլին ձայն տված բոլորը թքած ունեն այս հանգամանքների վրա, ինչքան ուզում ենք սենց ասենք, նա երեխեն 6 կրթություն, 5 կրթություն, այս ինչ են, այս ինչ սերուն մենք գործեցինք։ Սա մեր համար է արժեք։ Այդ 30%-ի համար պետք է գնացել մեռելը, ինձ ինչ։ Այս վիճակն է, ինչ կարող եք դուք իրենց հետ անել։ Իրենք անպայման պատճառ կգտնեն արդարացնելու, որ Նիկոլը չէ, կամ իրանց ով էր ասում գնար, տես դու, կեղտոտ ռուսամետ։ Գիտեք ինչի, որտեղ սա մի դեպք չի, մենք սենց հազարավոր դեպքեր ունենք, որ եթե սրանց գոնե մեկին մի սրտի մի տեղ է Համբարձումյանը, ով 44-օրյային դասակի հրամանատար էր, նախորդ տարի մեծ աշխատանք էր կատարել պատերազմի սկզբից մինչև ճեղքումը ջրականի հատվածում մեր ստորաբաժանումից։ Ես էլ ես ընկերոջ մասին է խոսքը։ Որտեղ այս գործը, այս պատմությունները, եթե այս միլիոնավոր այս կարգի երևույթներից մեկն էլ իր սրտին հոգուն խրճին կպներ, ինքը չէր կարա Փաշինյան Նիկոլ ընտրեր, չէր կարա ներեր։ Ըստ նշանակում այս շարունակվող առ այսօր այս տերորիզմը ազգից նկատմամբ, այս ցեղասպանությունը սենց աշներից առաջ, դրանց սրտին չի կպե, դրանց բանականությունը չի ասել։ Ինչ կարող եք դուք իրանց հետ անել։ Ոչ մի բան։ Հակառակ դուք իրանցից պետք է հեռու մնաք, որտեղ այդ նույն ձևի կարա ձեզ այդ նույն բանը լինի, էլի իրանց համար ոչ մի բան։ Բայց ինչ իմաստ ունի այս մարդիկ պահել ձեզ շուրջը։ Որովհետև եթե մարդը սրտացավ է, ինքը սրտացավ ամեն ինչի նկատմամբ։ Ինչ որ շրջապատում ամես։ Չէ որ 44 օրյա պատերազմի ժամանակ, երբ որ Հայաստան ամբողջ Հայաստանը երռում էր գիշեր ցերեկ, ես գիտեմ երեխա պոպոկ էր հավաքում, կաղիններ հավաքում էր, հաթա 10 դրամ էր թե ինչքան էր վաճառում էր։ Ես հիշում եմ մի հատ տղա տենց երեխա հոկտեմբերանից քանի միլիոն դրամ փոխանցում արեց տենց։
Ես իմ գրքերն էի փողոցում վաճառում։ Այդ երեխեն բաներ վաճառում իր պոպոկներ հավաքում ու գրել էր 10 դրամ ջարդում տալիս էր մարդկանց։ Ու դες հսկայական գումար փոխանցեց։ Ամբողջ Հայաստանն էր այդպես։ Բայց Հայաստանի այն մասը, ում համար սա կարևոր էր, ում համար կարևոր չէր, այն ժամանակ էլ կարևոր չէր, հիմա էլ կարևոր չի։ Ու իրենց համար մեկը Նիկոլի ժամանակ լավ են իրանք, աշխատում են իրանց բիզնեսը, կացումն են այս ամեն ինչի վրա, ու դուք մտածում եք իրանց հետ ինչ անել, մի բան, սիկ տիրարեք թող գնա ձեր կյանքից, սա ձեր փրկությունն է, որտեղ այս մարդիկ ձեր նկատմամբ են նույն բանը զգալու, ինչ իմաստ ունի այդ մարդկանց պահել ձեր կողքը, նրանք անհաղորդ են, վերջ, փակածա, չկա ապրոմակցումի զգացումը ուրիշի վշտի նկատմամբ չկա, հեն ասեն անասունն են հանդում կապած, որի ձակին ընդամենը 5 րոպե առաջ մորթել են, ինքը մոռացել է, խոտն է ուտում, մտածում է դա իր հետ չի լինելու, այնպես որ ես ցավում եմ բոլորի համար, մենք բոլորս ունենք այդ խնդիրը, ելքը մեկն է, պետք է հարմարվեք, որ մարդիկ չունեն մարդկային ապրոմակցումի զգացումի ունակությունը, մարդկային հեսայա զանազանում մարդուն անասունից, ընդ որում անասունների մեջ ոչ բոլորն է, որ դրա բանից բացակայում են, չէ, կենդանիներ կա շատ ծանր են տանում, բայց այդ մարդիկ նույնիսկ այդ կենդանիները չեն։ Բաժանումների կատարած աշխատանքը արբանյակային լուսանկարների միջոցով ֆիքսելու, հետազոտելու եւ հանրությանը ներկայացնելու համար։ Այս ուղղությամբ մերոնք մեկ շաբաթ պահել են առաջնագիծը։ Չնայած որոշ դիրքերում անձնակազմի 70%-ը զոհվել էր։ Մեր մարտիկներն այդ հատվածում խոցել էին թշնամու 80-ից ավելի մարտական մեքենա, ինչը հաստատված է արբանյակային լուսանկարներով։ Նախորդ ամիսներին էլ Էդուարդը նույն հետազոտությունն արել է Հադրութի ուղղությամբ։ Ճեղքվել է բնագիծը մոտ 3.5 կիլոմետր, 3.7 կիլոմետր խորությամբ, սակայն հակառակորդը կանգնել է եւ մինչեւ հոկտեմբերի 22-ը այդ բնագիծը պահվել է։ Ամսի 3-ի դրությամբ 50-ից ավել տեխնիկա է խոցված։ Հոկտեմբերի 22-ը, սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 28-ը պահել են բնագիծը։ Գիտեք միան որտեղ է ադրբեջանցին առաջ եկել։ Հարավով։ Գիտեք ինչի, որտեղ հանձնվել է ամեն ինչ։ Հանձնել են, մատաղիսից սկսած հանձնել են, մատաղիսով, հադրութով, ամեն ինչ հանձնել են, տվել են, դուրս են եկել։ Ընդ որում շատ ժամանակ դուրս են եկել, հրամանատարները փախել են զորքին թողելով բանի մեջ, շրջապատման մեջ։ Տեղյակ չտեղեկացնելով հրամանատարները փախել են, հետո այսօր փախած հրամանատարը հադրութի Հայաստանի բանակում աշխատում վարձատրվել է կազմակերպված դավաճանություն ապահովելու համար։ Բանկեր, զրահափոխադրիչներ, հետևակի մարտական մեքենաներ։ Այս ուղղությամբ աշխատել է հակատանկային մարտկոց։ Մի քանի երիտասարդներ, որոնք շաբաթների ընթացքում ֆանտաստիկ աշխատանք են կատարել թշնամու ուժերին ճնշելու ուղղությամբ։ Կոլոսալ մեծ խնդիր են կատարել փոքր անձնակազմով, այնտեղ այս անունները հայտնի են, բոլորին հասանելի են։ 2 Դավիթ Գրիգորյան հակատանկային մարտկոցից, երրորդը Յուրա Հայկարամի Ալավերդյանը կրկին խոցել է տասնյակ տեխնիկա։ Այսինքն այս 3 տղաների խոցումների համագումարը 50-ից ավել տեխնիկա է տալիս։ Ու մեր զինվորի բանասող կա, ու այն կատուն կներեք թողներ են կատուն, այն աղբից դուրս եկած այն երևույթ, ասում 11,000-ից մեկ բան ենք ունեցել, հա, ավել, դասալիկ։ Այս 3-ը 50-ից ավել տեխնիկա են խոցել, պահել են բնագիծը, 50-ից ավել տեխնիկա է։ Այդ երեխեքի մասին ոչ չի խոսում, սա դուրս է եկել մեր զինվորին, վարչապետի, չգիտեմ դրա ինչ ասեմ, հա, օգտագործած է, ասում եմ 11,000-ից ավել դասալիկ ենք ունեցել, դրա համար պարտվել ենք, դուք չեք պարտվել, մեր զինվորը չի պարտվել, նորից եմ կրկնում, մեր զինվորին դավաճանել են, սենց զինվոր ոչ մի ազգ, ոչ մի բանակ չի ունեցել, չունի էլ, դա համար ասում, հայկական բանակը չի պարտվել, հայկական բանակին դավաճանել են, իսկ հայկական բանակը միջև հիմա կա, ինչ որ ֆորմատի կա, ես չեմ կարող ասել ավելի ուժեղ քան առաջ կամ ավելի թույլ քան առաջ, բայց մենք գիտենք, որ 3 անգամ կազմը փոքրացած է քան առաջ, մենք այդ թիվը մենակ գիտենք։ Ես մի հատ վատ նորություն ունեմ Փաշինյան Նիկոլի համար ու Նիկոլազգիների համար։ Այս տղեկին տեսնում եք։ Այս տղեկը 6 տարի հետո արդեն հիմա
շոկից դուրս են եկել ու մի հատ որոշում ունեն իրանք եզրակացություն, որը շատ վատ եզրակացություն է ձեր համար, որ սпасել այլևս իմաստ չունի, որ պետքա ղեկը վերցնել իրանց ձեռքը, ինչպես պատերազմի ժամանակ։ Երբ որ դու հրամանատար չունես, դու չես կարող դիրքդ լքել։ Այս տղեկը 26 թվականի ընտրությունները սենց են հասկանում։ Չունենք քաղաքական դաշտ, կստեղծենք մերը։ Չկասկածեք, Էդուարդ Համբարձումյանը միակը չի։ Ու դուք տեսնելու եք, այն տղեկը 18-20 տարեկան, որ կռվել են, տեսել են այդ դավաճանությունը, հիմա արդեն գիտեք 25, 26, 27 տարեկան են։ Այ հիմա են իրանք կազմելու 2-3 տարի հետո քաղաքական դաշտը, որտեղ դուք էլ չեք կարա սողակ այն Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, չգիտեմ ինչ որ բանից Նիկոլի արանքներում դուք չեք կարող վերջացել է ձեր ժամկետը, որովհետև դուք էլ չեք կարող այս տղեկին երկրորդ անգամ դավաճանել, որտեղ նրանք արդեն տեսել են ինչա դավաճանությունը, տեսել են, գիտեն ու հիմա էլ տեսնում են դրանց պտուղները, գիտեն նաև բոլոր դերակատարներին ովքեր են, այսենց տխուր բաներ ձեզ համար, եւ մենք մի քիչ ավելի տարիքորներս իրանց կողքը կանգնած ձեր քթերից բերելու ենք այն ինչ որ դուք արել եք մեր ազգի հետ։ Ես առաջարկում եմ հետևել Էդուարդ Համբարձումյանին ու լսել իր պատրաստած հաղորդումները, իսկ սա հետքի պատրաստած հաղորդումն է, որպեսզի հասկանաս թե ինչ վիճակում է մեր բանակն այսօր, պետք չէ լսել զեկույցներ հիանալ ռազմական շքերթներով, բավական է ստանալ 25 օրյա վարժական հավաքների ծանոթացիր ու գնալ դիրքեր։ Գնալ տեսնել իրականում ինչ է կատարվում։ Հունիսի 10-12-ին ժամը ես ներկայացա զինկոմիսարիատ մի խոսքով։ Այս անսպասելի խոստովանությունը հանգեցրեց տեղական բանակցությունների։ Կարևորը նախքան մարտական դիրքեր տեղափոխվելը որոշ ժամանակ անցկացրեցինք զորավարժաներից մեկում տեղակայված վրանային ավանում, այնտեղ առկա կենցաղային խնդիրները, ջրի անբավարարությունը, վրանների վիճակը եւ այլն մի կողմ եմ թողում, քանի որ դրանք ոչինչ էին այն խնդիրների համար, որ կային մարտական դիրքերում։ Եվ ահա վերջապես հունիսի 19-ին բարձրացանք մարտական դիրքեր։ Մինչև դիրքեր գնալը մեզ տալել էին ՊՆ-ի կողմից վերջերս ակտիվ գովազդվող ամրաշինական կառույցներ ցույց տալու։ Զորքի մի մասն անկեղծորեն կարծում էր, որ մենք էլ նմանատիպ կահավորված դիրքեր ունենք։ Հա, բայց ցավալի իրականությունն այն էր։ Առաջնագծում գտնվող մարտական դիրքերը, որտեղ հենց այս պահին էլ հերթապահում են զինվորները, չնչին նմանություն ունեն գովազդող ամրաշինական կառույցների հետ։ Մեր դիրքը գտնում էր հակառակորդի անմիջական նշանառության տակ։ Այնտեղ չկային ոչ թաքստոցներ, ոչ շիլեր, ոչ անգամ տարական աղվեսափոսեր հրետանային հարվածներից պատասխանելու համար։ Հավանական հարձակման դեպքում այնտեղից ողջ դուրս գալու գրեթե անհնարին էր, հավանականություն չկար։ Մեր դիրքում խոշոր տրամաչափի որևէ զինատեսակ չկար անգամ կալաշնիկով գնդացիր չունեին, փոխարեն ունեինք այդ գնդացիների համար նախատեսված փամփուշտներ, նռնականետ, նույնպես չունեինք, բայց ունենք նռնականետի աչքեր, ապշեցուցիչեր, նաև այն, որ դիրքում ունենք 5.45 մմ-անոց փամփուշտներ, որոնք նախատեսված են AK-74-ի համար, բայց ցավոք չունեինք նաև AK-74 ինքնաձիգներ։ Աբսուրդը շարունակում է նաև անձնակազմի հաստիկացուցակում, դիրքում կային ապահովման ջոկատի 2 հրամանատար, կորդ խոշոր տրամածփի գնդացի հաշվարկ առանց կորդի եւ ԱԹՍ ջոկ առանց ԱԹՍ-ի։ Առանձին պատմությունը զենքի խնամքը եւ այսպես շարունակ։ Մեր դիմացում գտնվող ադրբեջանական դիրքը մոտ 150 մետրի հեռավորության վրա, 150 մետր։ Երբեմն գիշերներ ադրբեջանցիները մեզ լապտերով թարթում էին, լույս են գցում մեր վրա, փորձելով ճնշել կամ սարժել մեզ։ Այս ամենը ինչ տեսա մեր խմբին վստահած դիրքերում 25 օրյա վարժանքի հավաքի ընթացքում փաստում է, որ բանակի խնդիրները խորն են համակարգային։ Ու վերջում մի փոքր դետալի մասին։ Մեզ վստահված դիրքերից եւ ոչ մեկում անգամ կասին չկար փայք կոտրելու համար, իսկ բարձունքում ցուրտ էր։ Հետք։ Եվ այս նույն բանակի նախարարը նշանակվեց որպես բանակի նախարար։ Այս փաստերը Նիկոլ ընտրողներին ոչինչ չի ասում, որովհետև իրանք թքած ունենան նույնիսկ սրա վրա։
Եթե նույնիսկ երեխա ունեն ու այդ երեխան այդ դիրքում չի ծառայում, թքած ունեն այս դիրքի վիճակի վրա, որտեղ իրանց երեխան հիմա այդ տեղում է ծառայում գուցե, ունդեղ երևի ելակ ալտում առայժմ եւ դեռ պատերազմ չի։ Ինչպես Նիկոլ նախոստացեց, սեպտեմբերին սպասվում է ահեղ պատերազմ, որովհետեւ իրանք բացարձակ մեծամասնություն չունեն, սահմանադրական։ Տաստված որևէ մեկի երեխան պատերազմ չտեսնի, որևէ։ Բայց այն ինչ որ նկարագրվում է, կարդալ ու գնալ հանգիստ քնելու, ես չգիտեմ ոնց կարելի է այդպես ապրել։ Բայց մարդիկ կան ապրում են, թքած ունենան սրա վրա ու նորից գնում են, ընտրում են սա կազմակերպածին։ Հայաստանը Ադրբեջանի համար 170 հատ ԱԹՍ-ի առել։ Հայաստանը Ադրբեջանի համար 170 հատ ԱԹՍ-ի առել։ Հիշում եք, ինձ ասել է սրա մասին։ Սա բառացի 170 հատ ԱԹՍ-ն չի, սա պայմանական է։ Կարող է լինել ուրիշ բաներ, տանկեր, հրանոթներ, այլ բաներ կարող է լինել։ Բայց լսենք միջև վերջ։ Դրոն էլի 26 թվականի հունվարից հունիս ամիսներին Հայաստանը Ադրբեջանից ներմուծել է ուշադրություն 17.1 միլիոն դոլարի ապրանք, ինչը հավասարազոր է 170 հատ Switchblade տեսակի կամիկաձե դրոնի։ Ադրբեջանը Հայաստանից նույնպես ներմուծել է 960 դոլարի ապրանք, այսինքն 18000 անգամ ավելի փող Հայաստանից Ադրբեջանը գնացել, քան հակառակ ուղղությամբ։ Լսեցիք թիվը տարբերությունը 18000 անգամ։ Նիկոլ Փաշինյանը ընտրողի համար սա էլ էական չի, որովհետև մտածում է այս ԱԹՍ-ն կարող է իր տան կողքով անցնի եւ գրողի ծոցը թե դա հարևանի տանը չի գտնի։ Ինքը դրան էլ վրա է թքած ունենա։ Հասկանում եք, ձեզ ոչ մի ձևի ներողամտություն դուք չեք կարող ակնկալել ինչ որ մեկի կամ հանդուրժողականություն։ Ես աշխարհի ես ինձ համարում եմ ամենայն դեպս աշխարհի ամենահանդուրժող մարդկանցից մեկը, բայց ոչ իմ թշնամիների նկատմամբ եւ ոչ նրանց նկատմամբ, ովքեր աջակցում են իմ թշնամիներին, իսկ այս կառավարությունը իր ամբողջ 8-ամյա գործունեության մեջ ապացուցել է, որ հայ մարդու թիվ 1 թշնամին է ինքը։ Հետևաբար, այս թիվ 1 թշնամուն աջակցած ցանկացած մեկին ոչ մի չկա։ Հիմա գնանք առաջ։ Չնայած նրան, որ բոլոր կարմիր գծերը վաղուց հատել էինք, մեր ողերին թշնամի ազերներին ֆինանսավորել, մեր բանակի դեմ սպառազինություն գնել, ինձ թվում էր գոնե է թելը տաբու է, բայց երևում է շատ գործարարներ հիմա ցելա են գցում ով է առաջինը աշխատելու ադրբեջանցիների հետ։ Հասկանում եմ, որ ազգի որոշ մասը թքած ունի, որ իր գումարը գնում է Ադրբեջան։ Կարևորը 10 դրամ էժան լինի գազը, այդ տարվա սիգարետը մի քիչ էժան նստի։ Գյուղացիներն ու ձկնաբուծությամբ զբաղվողներն էլ ցույց են անում երկու օր, բա ուր արտահանենք ապրանքը։ Հենա մի 2 րոպե ոտներդ կախկցեք, կարտահանեք Ադրբեջան։ Չէ, Ադրբեջանը չեն կարող արտահանել։ Կվերանա ձկնարտադրությունը Հայաստանում եւ ձուկն էլ կգա Ադրբեջանից։ Այն ժամանակ մատել ձուկի փողերը, ձկան փողերը կգնա Ադրբեջան։ Գյուղերում ակտիվ ԿՊ էիք ընտրում, հիմա ակտիվ սպասեք։ Այո։ Ադրբեջանի բանակն ընդլայնում է իր դիրքը Սյունիքում, Հայաստանի օկուպացված տարածքում։ Դիրքը գտնվում է Այլաղ լճից հարավ, Հայաստանի սահմանից մոտ 1.4 կիլոմետր ներս։ Ուշադրություն դարձրեք ապացույցների բնույթին։ Սա ոչ թե հայտարարություն է, այլ երկու անկախ աղբյուրի համընկնում՝ Google-ի արբանյակային պատկերները եւ խորհրդային գլխավոր շտաբի մանրամասն քարտեզը։ Ամրաշինական հիմնական աշխատանքները կատարվել են 2025 թվականի հուլիս-օգոստոսին եւ շարունակվել դրանից հետո։ Իսկ 2024 թվականի մայիսին կողմերը պայմանավորվել էին սահմանազատումն իրականացնել հենց այդ քարտեզներով։ Ստացվում է, ամրացվում է այն հատվածը, որը փաստաթղթով ենթակա է վերադարձի, եւ Երևանից այդ հակասությանը գնահատական չի հնչում։ Գիտեք ինչի՞, որովհետեւ ոչ մեկը դիրք իրենց չի վերադարձնելու։ Ոչ մեկ։ Որովհետեւ ոչ միայն այդ դիրքն է իրանցը, ըստ իրանց եւ արդեն Նիկոլի նախապատրաստված քարտեզների ամբողջ Հայաստանն է իրանցը։
Ժողովուրդ նայեք, ստեղ ասվում է յանում սեպտեմբերի 15-ին Սյունիքը անցնելու է Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի վերահսկողության տակ։ Ուրեմն այս տեսանյութ հրապարակողը Ֆրանսիայում բնակվող Դավիթ Գրիգորյանն է, որը սկսել է կեղծ լուրեր տարածի։ Ու չգիտեմ խի շատերը իրան հավատում են։ Ժողովուրդ ջան, սենց բան չկա։ Հերիք հա տարածեք այս կեղծ լուրը։ Այո, ինքը մեծ լսարան ունի, բայց դա չի նշանակում, որ իր ամեն խոսքին պետքա հավատակ։ Իսկ դու Դավիթ, լավ բան չես անում, այս ուտի հայրենասեր։ Վախտին դեմքովդ էիր տեսանյութեր հրապարակում, բա հիմա ուր ես։ Թե ամոթից ելնելով, կեղծ լուրեր տարածելով, էլ չես ուզում երևաս։ Պատասխան ես տալու մարդկանց խաբելու համար։ Բայց դե, ասեմ ձեզ, Ադրբեջանը նման քարտեզներ ունի։ Սա Մեհմեդ Փերինչեկն է, թուրք, որ իր կյանքը նվիրել է հայոց ցեղասպանությունը հերքող իր իսկ հորինած փաստերը աշխարհով մեկ սփռելուն։ Նրա հորը Դողու Փերինչեկին 2007 թվականին Շվեյցարիայում դատապարտել են հայոց ցեղասպանությունը հերքող կեղծ պնդումներ անելու համար։ Մի խոսքով գենետիկ հակահայ հայատյաց տականքներ։ 13 թվականին թուրքական ազգայնական Aydınlık ամսագրին տված հարցազրույցում Փերինչեկը հորինել է հետևյալ թեզը. Գերտրուդ օպերացիայով ֆաշիստական Գերմանիան փորձում էր ստեղծել մեծ միացյալ Հայաստան։ Հարկ է նշել, որ աշխարհում չկա գեթ 1 փաստաթուղթ, որը սա կհաստատի, հետևաբար թեզը ամբողջությամբ հորինված է հայատյաց Փերինչեկի կողմից։ Ինքն էլ Արծրուն Հովանիսյանն է, կարծում եմ ներկայացման կարիք չունի։ Խնդրում եմ դիտել, թե նա ինչ է ասում Հ1-ի եթերով մայիսի 9-ին։ Պիտի եւ Հայաստանից եւ Բուլղարիայից գերմանացիները ներխուժեին, գերավեին Թուրքիան։ Այդ ծրագիրը ընդհանրում էր նաեւ Միացյալ Հայաստանի պատմական Հայաստանի ստեղծում։ Պետրոսի այս դեմքը խորհրդանշում է իմ դեմքը, երբ ես տեսա, որ հայ պաշտոնյան տարածում է թուրք ազգայնականի հորինված թեզը։ Սա էլ Իլհամ Ալիևն է 22 թվականի դեկտեմբերի 24-ին Արևմտյան Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ասում է բառացիորեն հետևյալ տեքստը. Հայաստանի ներկայիս տարածքը մեր հողերն են։ Հայաստանը այս տարածքում երբեք պետություն չի ունեցել։ Այս մի կողմում Նիկոլ Փաշինյանն է 2026 թվականի մայիսին։ Խնդրում եմ դիտել, թե ինչ է ասում նա։ Այսօրվա մեր Հայաստանի տարածքում հայկական պետություն չի եղել։ Այստեղ եղել են պետություններ, բայց ոչ հայկական պետություններ։ Ուսա լսելուց հետո նախիր է գնում սրան ձենատալի, ոնց չասես սրանց նախիր։ Մի նեղացեք ժողովուրդ, լուրջ մի նեղացեք, դա բան չի, դա իրավունք չի։ Դա բնութ հագիր է, սա լսես ու գնաս ձեն տաս, ասես ճիշտ է ասում, նշանակում է ոչ դու հիշողություն ունես, ոչ գիտելիք ունես, ոչ արժանապատվություն ունես, ոչ հայ ես ավելի կարևորը։ Ինչ մնաց ընդեղ տակը։ Ինչ մնաց, որ ձեզ չասենք այդ հայտի բանը համույթի ներկայացուցիչ։ Թուրքիան եւ Ադրբեջանը միշտ եղել են եւ կմնան հայ ազգի թշնամիները։ Նրանց նպատակն է հայ ազգի ամբողջական ոչնչացումը։ Հողերը գրավելու փոխարեն այս անգամ նրանք գրավում են քո միտքը։ Հովհաննես Դանելյան։ Բաժանորդագրվել։ Ես արդեն բաժանորդագրվել եմ։ Մենք երիտասարդներ ունենք։ Գործ են անում։ Իմ պարտն եմ համարում բոլորի մասին, ինչքան լավ բան անում, ես անպայման ներկայացնեմ ձեզ։ Որովհետև եթե մենք ինֆորմացիոն դաշտում չհաղթենք, մենք անդադ պարտվելու ենք։ Ու շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր թեկուզ գետ մի բան անում են ինֆորմացիոն դաշտում մարդկանց իրազեկելու, ինֆորմացնելու, կրթելու համար։ Դրանք առաջ։ Այսինքն մի կենթանի կա մենք սրանով։ Հիշում եք սա ով է։ Ոնց։ Այն որ աշխարհի վրա անուն չկա, բանը սմայլի դրեց երեխան, ասա է։ Եվ ոչ միայն ինքը դրանով է հայտնի, էլի։ Այդ լսենք ինքը ինչա բացահայտում ես համար։ PR-ն ոչ հակա PR, Ռոբերտ Քոչարյանի հարազատներին է պատկանում, որը Հայաստանի Հանրապետությունում կատարում է ամենամեծ, ամենաշատ գումարով տենդերները, ասֆալտապատման մի առյուծի բաժին, որը եթե չեմ սխալվում կոչվում է AAB կամ AAB։ Ու ընդ որում բազմաթիվ տեղեր էլ եթե նույնիսկ հերանում են եւ այլն, այստեղ կառավարությունը իր թերացումներն ասում է, իրանք վերականգնում են եւ այլն։ Ժորժ ջան, այսինքն եթե մենք ընդդիմությանը այդ աստիճան ենք փորձում, այդ ձեր ներկայացրած, որ հանրության ուզում եք ներկայացնել։ Գիտեք ինչ բացահայտեցնոր։ Ինչու մենք ենք պնդում, որ Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի մեջ ոչ մի տարբերություն չկա, երբ որ բոլոր տենդերները ասֆալտի։ Իհարկե ոչ բոլոր, դստան ոչ բոլոր տենդերներն է գնում, բայց Ալեն Սիմոնյան աղբեր ուներ բան։ Գնում է նաև Ռոբերտ Քոչարյանի բարեկամների հիմնարկներին։
ասեց ու հասկացավ, որ ինքը հիմարություն ասում, ինքը պետքա չասեր։ Հետո սա փորձեց ներկայացնել, որ մենք իշխանություն ենք, տեսեք ձեզ բիզնես ենք տալիս, իսկ ով չգիտեր, որ պարլամենտում վերընկնելու դիմաց Ռոբերտ Քոչարյանը եւ Toyota-ից, եւ շինարարության ոլորտում, եւ ներմուծման ոլորտում, եւ ասֆալտապատման ոլորտում ձեր այդ ամեն ինչում տենդերներից ամենաշատ օգտվողն է։ Իսկ դա ով չգիտեր։ Ապրեք, որ բացահայտեցիք։ Բադամարը ասում է, դուք նա տեսել ես ինչ։ Մեծարգո ազգային ժողովի նախագահ, նախ շնորհավորում եմ ձեզ եւ ուզում եմ ասել, որ հպարտ եմ, որ նույն թիմում ենք եւ ձեր կողքին քայլել եմ, ով ինքը հպարտ է, որ նույն թիմում է ու իր կողքով ինքը քայլել է։ Սա ամենաշատ բանը, որ արել են, միակ բանը, որ քայլել են իր կողքով։ Ձեր ճանաչում է, հպարտանում է։ Այո, ինքը շատ հպարտ է, որ ճանաչում է, որ իրանց կողքով քայլում է։ Ու սա ասվում է Թուրք Ռուբեն Ռուբինյանին։ Դե բնականաբար, այս եմ ասում, իրանք շատ լավ գիտեն իրանք ով են, իրանք շատ լավ գիտեն իրանք իրանցից ինչ են ներկայացնում եւ ինչա պետք ասել, որ պահի։ Բայց էլի ուղեղները չերիքեց, որ սենց աշխարհում մեկ չբացահայտեին, որ իրանք էլ գիտեն, որ Ռոբերտ Քոչարյանի հետ ասոցացվող կից ֆիրմաները շահում են բոլոր տենդերները, ըստ իրան։ Իսկ ես վստահ եմ, ոչ բոլոր տենդերներն են շահում, բայց շահում են այդ տենդերները։ Հիմա երևի մեկը Նիկոլ Ընտրասկասի տենում ես, անդիմությանը սոված չեն թողում։ Հա, բանից։ Այդ անդիմությանը, որ ձեր իշխանությանը պահում է իշխանության ղեկին, ու այսօր էլ ձեզ բերեց իշխանության։ Եվ որ էլի շարունակի նույն տենդերները շահել։ Իսկ այսօր կարծեմ Էդգար Ղազարյանն ասել է, հələ փորձեն ինձ բան տան։ Պատկեվավճար դատի եմ տալու, կարծեմ ինչ այդպես բաներ գրած։ Չգիտեմ, այդ իշխանովա ճիշտ իշխան չէ, ես կարծում եմ ճիշտ է, բայց Էդգար Ղազարյան ինչ կապ ունի դատի կտած թե դատի չես տա։ Ինչ կապ ունի հրաժարվես այդ պատկեվավճարից թե չէ։ Ովքեր մեծ պատկեվավճարն է արդեն ձեր ընդեր լինելը, սրանց համար ամենամեծ պատկեվավճարն է, որ իրանք ունեն թուրք ռուբո, որպես պարլամենտի նախագահ, ու մնացածին նույն ռուս-թուրքական դաշինքը իշխանությունը, նույն կազմով, ինչպես այսօր մեկը գրել էր, նոր կառավարություն հին կազմով։ Գնանք առաջ։ Եվս մի հատ անցագործ։ Ինչու գործ այս ընթացքով չի գնում, ինչու այսպես Տիկին Մանուկյան, դուք պետքա մի վարքյան։ Դա դատախազի տարեկան զեկույցի ընթացքում բարբերաբար ասել եմ եւ իմ ասածը ըստ էության Հանրապետական Անդոնն ասա, բայց հիմա կապայական։ Բայց տարբերություն չի, նույն հանրապետականն են։ Եթե նկատել եք, նաեւ ունեցել է հետևանք։ Մի մոռացեք, որ վերաբացվեց Արծրուն Մարգարյանի սպանության գործը, Խորխորնու սպանության գործը։ Դրանք նախկինում փորձ էր արվում ոչ միայն համապատասխան մարմինների կողմից անտեսեն դրանց բացահայտումը, որտեղ այնտեղ շագրգիռ մարդիկ կային։ Շագրգիռ մարդիկ կային 8 տարի խոչընդոտում էին այդ գործերի բացմանը։ Սա վկայությունն է։ Ինքը մոռացել է, որ եթե Հայաստանում մեկը կա, որ խանգարում է արտարադատությանը, նշանակում է Հայաստանի արտարադատությունը անկախ չի։ Նշանակում է այդ արտարադատության նախարարը պետք է հաղթ դատվեր, դատախազը պիտի դատվեր, եթե չի դատվեր նշանակում է այդ ամեն ինչը եղել է համաձայն ուսած։ Իսկ ինքը պաշտպանության նախարարներ, հանձնաժողովի նախագահներ, նաև ինքը։ Բայց ինքը վստահ է, որ դիմացի լրագրողները սա մասին չեն խոսա, չասեմ ոնց թե ոնց հնարավոր է 8 տարվա մեջ ունեմ խոչընդոտել են արտարադատության իրականացմանը, հա, նշանակում է ձեր իշխանությունը այդքան թույլ է եղել, անդրժել է դա, հա, թե փայ եք եղել ուղղակի։ Որոնց ձեռ չեք տալի այդ բացահայտումները եւ նրանք նաեւ գլխավոր դատախազության աջակցությամբ ժամանակ աղվան Գառնիկի թեթև ձեռքով այդ գործերը փորձ էին անում, կարային լրիվ այլ մարդկանց Աղվան Գառնիկի չէ։ 8 տարի բան չի, գլխավոր դատախազ չի։ Բայց լրագրողներին նույնիսկ եմ ասում։ Չգիտեմ հիշողության, կրթության, թե ինչի պակասից է,
թույլ են տալի խոսանք, ինչ ուզենան, երբ ուզենան խոսանք։ Լավ, իրանք խոսացին, այդ պահին պատասխանող չկա։ Բայց հիմա դուք փախնելու տեղ չունեք, տեսնենք էլ ինչ ասում։ Վրա կամ այլ ուղղություն տային դրանց։ Բնականաբար նաև հոկտեմբերի 27-ից գտնում եմ, որ ունի հնարավորություն բացահայտման լիարժեք։ Ասացի, ասեմ հոկտեմբերի 27-ը ունի հնարավորություն բացահայտելու լիարժեք։ Ես այս տխմանին պետք է հիշեցնեմ, որ 2018 թվականին հունիսին, ներողություն հունիսին չէ, ապրիլ-մայիս ամիսներին Հանրապետության հրապարակի բեմից իր Փաշինյան Նիկոլը գոռում էր, որ հոկտեմբերի 27-ը բացահայտվեց։ Փաստորեն այն ժամանակ էլ էր խաբում։ Հիմա հնարավորություն ունի բացահայտվելու 27 տարի անց։ Այն պարագան, որ 8 տարի իրենք իշխանության են եղել։ Այն որ ասում է հնարավորություն ունի, նշանակում է էլի չի բացահայտվելու։ Ոնց կբացահայտվի, երբ որ նույն մարդիկ են իշխանությանը, նույն մարդիկ են իշխանության նշանակողները։ Անդոն, քեզ ով է խոսք տվել, որ դու անձեռը մխել ես մնալու, քեզ խաբել են։ Եվ այդ հնարավորությունը մենք պետք է իրացնենք, որտեղ վկաներ կան, որոնց վկայությունները շատ կօգնեն այդ բացահայտմանը։ Օրինակ, Ալի Թավշյան։ Ասեց։ Վկաներ են դեռ մնացել ողջ, որոնց վկայությունը կօգնի բացահայտմանը։ Օրինակ, Ալի Թավշյան։ Ամենասացին ինչ եղավ։ Ուզում եք մի 20 տարի էլ ձգեք, մեկ չէ իրանք էլ մի բան կպատահի, ինչպես մնացած բոլոր վկաների հետ պատահեց, էլ այդ մասին խոսակցությունը կփակվի, կասեք, դե մարդ չկա, վկա չի մնացել, որ մենք քննենք 27 տարվա հանցագործությունը, որի բացահայտման մասին գոռում էիք 8 տարի առաջ հրապարակներից։ Նիկոլ ընտրողներին գիտեք սա բան ասելու, չէ, քոչերը նախանգարում, խեղճ Նիկոլն ինչ անի, բոլոր դատավորները քոչերանին են, քոչարան Ռոբերտին է սա միջը։ Մեր հերթական նախագծերից է, իցույց դնեմ ձեզ, վայելեք։ Այստեղ խաղը հրապարակն է, դեռ բարեկարգած չի։ Սա մեծ խոհանոցն է, այնտեղ կաթսայատունն է լինելու, 4 հատ բալկոններ ենք արել, կլոր, ամեն անկյունում։ Հա, իմիջիայլոց ասեմ, պատվիրատուն բոլորիդ հայտնի Գևորգն է, Գևորգ Մարսպետունին, շատ խստապահանջ ու կռվար մարդ է, հետը մաքսիմալ զգուշ ենք լինում։ Տեսեք, սրանք ննջարաններն են, 4 ննջարան, այստեղ հյուրասենյակն է, այնտեղ մառան ենք սարքել կամպոտների, մուրաբաների համար։ Այստեղ դե աղոտատեղի, ըստ ոնց պահանջել է դիզայն պրոյեկտով սարքել ենք։ Բայց իսկ մեկը կարող ասի։ Սա պատմամշակութային տարածք է, ակնհայտորեն, սա կամ Բերդ է եղել, կամ վանական համալիր է եղել։ Էս ինչ եք ուզում անել դուք ես երկրի հետ արա։ Ննջարան, մառան։ Դուք էս ինչ եք, էլ բան կա, որ դուք, ասում Գևորգ Մարսպետունին է, բանը, շատ խիստ պահանջատեր է։ Ով է այս տարածքը տվել իրան, որ այս վանական համալիրում ինքը խոհանոց, ննջարաններ, բան պետք է սարքի։ Սա պատմամշակութային տարածք է, թե հյուրանոց հերթական։ Բայց խնդրում եմ, ով տեղեկություն ունի, գրեք, էս ինչ է կատարվում։ Իսկ քանի անգամ նայել են, ցույց կարող ես մի բան չեմ հասկանում։ Առաստված։ Մնացածը հա լարոստի պետք է, աղոթքեր պետք է արվի, չմոռանանք, առաստված։ Ձեզ կցուցադրեմ կահավորումից հետո։ Լավ որ բոլորիս։ Լրագրողներ ջան, խնդրում եմ, մեր բացահայտեք, այս որ պատմամշակութային տարածքի մասին է խոսքը գնում։ Ակնհայտորեն սա վանական համալիր է։ Այս որ վանական համալիրն է, տրված ինչ որ մեկին, որ պետք է հյուրանոց սարքի։ Ընդհանրապես ինչի մասին է խոսքը։ Խնդրում եմ ուղղակի։ Թուրք փորձագետը Անկարան շարունակում է հայ-թուրքական կարգավորումը կապել Բաքվի հետ։ Այո։
Միջև էսի չանեք, ոչ իման չի լինի։ Ռուբեն Ռուբինյանի ազգային ժողովի նախագահ ընտրվելու զուգահեռ թափուր է մնում հայ-թուրքական կարգավորման հարցերով հատուկ բանագնացի պաշտոնը։ Երևանը մինչ այս պահը չի տեղեկացրել, թե ով է բանակցելու Անկարայի կողմից ոնց։ Արդեն սա մասին ինքնա հայտարարության մասով հանդես եկել թուրք ռուբոյի թուրք հայրը, հիշեցնելով իր մասին, դուք տղեր, ես տղա։ Տոս տարակ ազգային ժողով լավ է, բայց այդ կարևոր գործը ես կարամ շարունակեմ։ Քլաչ Սանիկիդ հայրը կա մի անհանգստեցի բոլոր ձևերի թուրքական, ասենց ասեմ, ագենտուրան, ոնց պատրաստած ձեզ սպասարկել, կանգնածա։ Հերթի տակա կանգնած, մի անհանգստացեք։ Բայց ամենահետաքրքիրը գիտեք որն է, որ ինչ հույս ունեք, որ պետքա Թուրքիան անի, անելու է մենակ մի պայմանով, միջև չբավարարվեն Ադրբեջանի վերջին պահանջը։ Իսկ գիտեք ոնց է վերջին պահանջը։ Հայաստանը Թուրքիայի եւ վերջ, ներողություն, Հայաստանը Ադրբեջանը եւ վերջ։ Մարդիկ պարզ ասում են, քանի տվողը կա, ինչի չուզեն։ Քանի, սենց, ուրախությամբ ընդվորում, տալը որպես հաղթանակ ներկայացնող իշխանությունը որ կա, ինչի չուզեն, ով է ներ չուզեր։ Մանավանդ, որ ժողովրդի մի ինչ-որ մաս ծափա տալիս է դա։ Անուն դնելով տանկ, որ խաղաղ ապրենք, տանկ, որ խաղաղ։ Մի փոքրիկ հատված եմ ուզում ներկայացնել Վադիմից մտնենք։ Вот перед вами научное издание 1982 года Академии наук СССР, Институт истории СССР. Не армянской ССР, не армянами изданное. Издательство «Наука. Москва». Материалы и исследования, написанные учеными московскими. Называется «Древнейшие государства на территории СССР». Խոսքով, սա ինչի մասին է, որ Մոսկվայում սովետական միության ժամանակ լուսատեսել գիրք, որտեղ նկարագրված են հինագույն հնամուրց ժողովուրդներ, որոնք ապրում են սովետական միության տարածքում։ Եվ այնտեղ Ադրբեջան չկա։ Как думаете, о каких таких древнейших на территории СССР государствах говорится? Точно не об Азербайджане. Даже не упоминаются. Как и большинство советских республик, впрочем. В основном это там говорится о финно-уграх, скандинавах, славянах и, конечно же, Армении. Խոսքով սմդե իհարկե Ադրբեջանի մասին ոչ մի խոսք չկա։ Բացարձակապես ընդ է ֆինո-ուգրերի մասին կա, սլավոնների մասին կա եւ իհարկե հայերի մասին։ Древняя Русь и Армения в общественно-политических связях XI-XIII веков. Ясное дело, для армян это средневековье. Но, тем не менее, приводит Մասնավորապես 11-12-րդ դարերում հայ-ռուսական հարաբերությունների մասին է խոսում, որը ռուսական պատմության համար սա իրանց սկիզբն է, Կիևյան Ռուսի, իսկ Հայաստանի համար դա ընդհանրապես միջնադար է։ Летописи славян и армян с источниками говорится о врачевателе, армянине, святом Агапите, лекаре в древнем Киеве. Рассказывается об армянском житие Борисе и Глебе, Рацарский, Папик и Татик. Так вот, надеюсь, вы не будете спорить, что каждый народ, имеющий историю, имеет и свои сказания, легенды, мифы, былины, эпосы. У грузин Витязь в тигровой шкуре, 12 век. У армян Сасунци Давид, 8-10 века. У персов Шахнаме, 11 век. А у вас, азербайджанцев, Кёроглу, 17 век, который такой же ваш, как и турецкий, туркменский, то есть не ваш конкретно, а такой общеогузский. У всех свое, а у вас, как всегда, все общее. Խոսքով, նաև սա հնագույն պատմությունների մասին է խոսում, լեգենդների մասին, որ բոլորն ունեն, իսկ դուք ոչ մի բան չունեք։ Դուք ինչ օղուզական ինչ-որ մի հատ լեգենդ ունեք, օղուզական, որ ադրբեջանցիները չի, ընդհանրապես դա թուրքական, օղուզական ցեղերին ավելաբերվում։ Եթե դուք ընդունում եք, որ դուք օղուզական ցեղ եք, ադրբեջանցիներ, դրա մասին գրում է նաև
բանը ՅՈՒՆԵՍԿՕ 23 թվականի որոշումը, չէ, հայտնաբերել է, որ դուք այո, օղուզական ցեղ եք, որ ուղղակի քոչվոր ցեղ եք, որը այո, այդ տարածքներում ինչ որ մի քանի տարածքներում եղել է վերջի 1-2 տարվա մեջ, բայց քոչվորական ցեղ ընդամենը։ Սա ձեր պատմության ամենահետաքրքիր մասը։ Նիկոլի տրամադրությունը գցեմ էլի այս մասով։ Սա մասին ես խոսացել եմ, ես նորից եմ ուզում խոսեմ, ինչ է նշանակում, գիտեք, սա ադրբեջանցիներն են, 20-րդ դարի սկիզբ, ոնց է իրենց կոչվում հայրենիք, անայուրտ, անան դա մայրն է, յուրտը, հենց որտեղ իրանք ապրել են, այ, սա եղել իրանց հայրենիքը, որտեղ իրանց յուրտան դրել է, հետ է եղել իրանց հայրենիք։ Երբ որ Հայաստանը, որ հայերը, ինչ էլ ուսմիջև մայր են, միջև մայր իրանք սենց պայմաններում են ապրում։ Երբ որ հայերը տաճարներ են սարքում, սրանք միջև 20-րդ դարը այսպես յուրտաների մեջ են ապրել, ու հետ էլ իրանց մոտ անայուրտը իրանց հայրենիքն է, պատկերացումը, գիտեք ինչ է նշանակում, լեզվա մտածողություն, լեզվի մեջ ամեն ինչ կա։ Իրանց հայրենիքը դա իրանց յուրտան է, մայր յուրտան, որտեղ խփել են, դա ասել են, մեր հայրենիքն է։ Դամանը միջեմը չեն կողմնորոշում, որն է իրանց հայրենիքը, Թուրքիան է, Հայաստանն է, Միջին Ասիան է, որն է, Չինաստանի հյուսիսն է, որն է իրանց հայրենիքը։ Հա, դե որտեղ որ այդ յուրտան խփել են, իրանց հայրենիքն է։ Ոչինչ, Նիկոլ։ Դե հիմա չափի իրանց հայրենիքը քանի անգամ է փոխվել ու որտեղելով անց է։ Լսեք մեր ընկերոջը։ Гарантировать исполнение. Когда Камран Размовар выкрикивает что-то подобное, видео для тех, кто говорит, что Азербайджана никогда не было как государства, мол, его придумал Сталин, Ленин и тому подобное, и государство Азербайджан образовалось только в Советском Союзе. Мои умные! Ինչ վատ է, չէ վիճակը։ Շատ վատ է։ Այս Ռազմավարին ես տանելու եմ կանգնացնեմ Հաագայի դատարանի տակը, ասեմ տեղ չգնաս արա։ Տեղ չգնաս, որովհետև որոշումը երկար է տևելու, դու նստես ու սպասես քո որոշման մասին։ Ով ես դու, որտեղից ես եկել եւ ընդհանրապես ինչ իրավունքներ ունես։ Վերենգի չշարժվես, մինչև չլսես վերջնական որոշումը։ Իսկ հիմա տեսնենք ինչ որոշման մասին է խոսքը։ В 1918 году, 28 мая. Достаточно обратиться к официальному документу Лиги наций, меморандуму генерального секретаря по заявке на прием Республики Азербайджан от 24 ноября 1920 года. 24 նոյեմբերի 24-ին 20 թվականին Ադրբեջանը դիմում է ներկայացում ազգերի լիգա, որ իրեն ճանաչեն որպես պետություն։ Տեսեք, նոյեմբեր 20 թիվ, այսինքն 24, նոյեմբեր 24 ընդամենը պետք է ասեմ, որ հենց այդ նոյեմբեր 24-ին է եղել Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը։ Մեկ շաբաթ հետո դեկտեմբեր 2-ին արդեն Հայաստանը սովետականացել է։ Այդ մեկ շաբաթվան Վուդրո Վիլսոնը հռչակել այդ իրավարար վճիռը, մի շաբաթ հետո բանը Կարմիր բանակը գրավել է Հայաստանը։ Իսկ այդ ժամանակ Ադրբեջանը դիմում է հենց ազգերի լիգային, որ ճանաչեն Ադրբեջանի հանրապետություն որպես իրանց ինչ են պատասխանում։ В документе прямо указано. Можно отметить, что эта территория, занимающая площадь 40 тысяч квадратных миль, по-видимому, ранее никогда не образовывала самостоятельного государства, а всегда входила в состав более крупных образований, таких как монгольское или персидское. Որի պատասխանել են այդ 40,000 քառակուսի կիլոմետրը, որի մասին դուք խոսում եք։ 40, տեսեք։ Այսինքն այսօրվա մեջ համարյա այդքան է, ինչքան Արցախը Հայաստանի հետ միասին։ Իրանք ներկայացել են 40,000 կիլոմետրի համար։ Ասում է, չէ, այստեղ ընդհանրապես պետություն չի եղել։ Այս պետություն որպես միավոր չի եղել, հետևաբար մենք ես չենք կարող ճանաչենք։ Այստեղ եղել են 1813 թվականից եղել է Ռուսական իմպերիա, միջև հետ եղել է Իրանը։ Որպես այտենց էնել Ադրբեջան, աննո պետություն այստեղ չի եղել։ Ընկեր, սա ազգերի լիգայի դիմաց, ես դրան եմ ասում, Հայաստանի եւ Ադրբեջանի, Թուրքիայի հարաբերությունները որոշվում են միջազգային դատարանների ստանդարտներով։ Այն օրը, որ մենք գալու ենք իշխանության, իմ ինքնաշնորհաշուն շարժումը հենց այս տրամաբանությամբ շարժում է, գալու ենք իշխանության։ Ասում են ո՞նց է լինելու հարաբերությունները։ Սիրով, հանգիստ, խաղաղ։ Սահմանները որոշվելու է
միջազգային դատարանի կողմից։ Գնում եք միջազգային դատարան, վերջ։ Դե հիմա կրակի միջազգային դատարանի վրա։ Գնալու է, չէ, ասի, ես իմ տարածքն է։ Իսուրյան դեմ եմ տալու ես, ասեմ, ընկեր, այս ամեն ինչը բաները կա արխիվներում։ Որ դու դիմել ես, ասել ես 40,000-ն է իմը, քեզ էլ պատասխանել են, որ այս 40,000-ի վրա պետություն չի եղել ու չկա ու չի կարող լինել։ Չի կարող լինել։ Российское государство, а с 1813 года Российской империи. Название Азербайджан, которое было выбрано для новой республики, также является названием соседней персидской провинции. Իսկ այդ անունը որ ընտրվել է, դա եղել է հենց բան, Իրանի նահանգներից մեկի անունը։ Մենք այդ խոսացինք, չէ՞ դրա մասին, որ ազգերի լիգայի քարտուղարն է ասել։ Այո, այդ անունը որ ընտրվել է տարածքի համար, դա այդտեղ պետություն չէ։ Վերցրել են Ստալինը հատուկ։ Որպեսզի հետագայում հիշում եք 45 թվականին փորձում էին պոկել Իրանից այդ տարածքները պատերազմով, հա, դիվերսիայով, բայց չի ստացվել։ Ժամանակին բրիտանացիները կտրել են այդ փոխարանը։ Это официальный текст меморандума, представленного Ассамблеей Лиги Наций. Далее, в ходе обсуждения в Ассамблее Да, паштонакан банна, патасхана азгери. Ставится ключевой вопрос. Соответствует ли Азербайджан критерию статьи 1 Устава Лиги Наций как fully self-governing state, полностью самоуправляющееся суверенное государство? Отмечается, что признание, полученное в январе 1920 года, носило характер де-факто и не являлось универсальным. Поднимается также вопрос о том, обладает ли делегация необходимыми полномочиями представлять действующее правительство и способно ли это правительство выполнять международные обязательства. Представители государств указывают на отсутствие стабильности власти, неопределенность границ и наличие территориальных споров. В этих условиях Ассамблея отказала в приеме. Это означает следующее. В 1920 году Лига наций сочла, что Азербайджан на момент рассмотрения заявки не соответствует требованиям fully self-governing state и не... Վերջ, որոշում, որ ներկայացված պահի այդ տարածքը ոչ ունի ոչ մշտական կառավարություն, ոչ մշտական սահմաններ, որոշված, չի համապատասխանում fully state government տարածք։ Այսինքն որտեղ ունեն որպես երկիր ձևակերպման համաձայն ինստիտուցիաները։ Չկա, այտենց երկիր գոյություն չունի եւ չի ճանաչվել այդ երկիրը որպես պետականություն։ Հա, Նիկոլ Ոնց ես։ Լավ չես լինելու։ Располагает устойчивой и признанной суверенной властью, способной гарантировать исполнение обязательств члена Лиги. Что касается советского периода, Азербайджанская ССР являлась союзной республикой в составе федеративного государства СССР. Однако она не выступала самостоятельным субъектом международного права. Հետագայում որ Սովետն է ստեղծել Ադրբեջանի, հա, Սովետի տարածքում ինքը ընդհանրապես հանրապետություն էր, ինքը երբեք միջազգային սուբյեկտ չի եղել, ի տարբերություն Հայաստանին։ Հայաստանը նույնիսկ դեսպանատուն է ունեցել, մինչև 33 թիվ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, դեսպանատուն է ունեցել Ճապոնիայում։ Հիշում եք, չէ՞, բան առաջի կին դեսպան աշխարհում։ Մենք Ճապոնիայում կին դեսպան ենք ունեցել, Դիանա Աբգարը։ Իսկ Ադրբեջան չի եղել նման պետություն, պետականություն։ Ու այսօր տեսեք ինչ է ստացվում։ Ինչ որ մի հատ գոյացություն, կեղտոտ գոյացություն, որ ոչ մի բան չի ունեցել, ամենամեծ պահանջներն են դնում, ներկայացնում ու ստանում, որովհետև իր նշանակած կառավարությունն է։ Եվ այս թուրքական կառավարությունը կարողացել է իր հոտին համոզել, որ խաղ ապրելու համար ճիշտ է մեռնելն է։ Ինչ ունենք, տանք, որ մենք խաղ ապրենք։ Բա իրանցն է։ Մի բան, որ ոչ մեկ երբևէ չի ճանաչել, որը չկա, գոյություն չունի։ Поскольку внешним суверенитетом, включая вопросы обороны, дипломатии и международных договоров, обладал Советский Союз. В этом смысле ее статус сопоставим со статусом штата США. Они обладают внутренней государственностью, но не являются самостоятельными международными государствами. Таким образом, Азербайджан, как устойчивое и универсально признанное международным сообществом самостоятельное суверенное государство, окончательно сформировался после 1991 года, когда приобрел... Ինքը որպես պետականություն ձևավորվել է 91 թվականից հետո, երբ որ արդեն հանրապետությունները ստացան չոր անկախություններ։
եւ ինքը ոչ մի նախապատնություն որպես պետականություն չուներ եւ չէր կարող ունենալ։ Հիմա խորհրդարանական եւ ընդհանրապես ընդդիմություն, դա Հայաստանում նման բան կա։ Այսքան բանը լսելուց հետո խոսել Ադրբեջանի պետության մասին, խոսել ինչ-որ սահմանազատման մասին, դրա համար պետք է լինել կամ կատարյալ սրիկը կամ կատարյալ անգրագետ։ Ուրիշ տարբերակ ես չեմ թողում, որովհետև չկա։ Չկա, եթե մենք հիմնվում ենք պետական փաստաթղթերի վրա, միջազգային ստանդարտների վրա, այս Ադրբեջան պետության մասին խոսալ նախասովետական շրջանի մասին, սա համար պետք է լինել կամ պարապած սրիկը կամ կատարյալ անգրագետ։ Ու այս փաստերը չխփել ամեն անգամ Նիկոլ Փաշինյանը քիթ մրթին, ցանկացած առիթով, հիմա էլ գնացել եք ԱԺ-նստել եք, հիմա այնտեղ արեք։ Օգտագործեք այդ ամբիոն, ասեք գիտեք ինչ, Ժողովուրդ ջան, այդքան թուք ու մուտը կերանք եկանք նստվեցինք ստեղ, որ սրա մասին խոսանք այս ամբիոնից, որ սրա գոնե հոտը լսի այս բանից, հա, ստեղից, որ այդպես պետություն չի եղել եւ այդպես պետության ցանկացած նկրտում Հայաստանի նկատմամբ, Նախիջևանի նկատմամբ, Արցախի նկատմամբ, Հայաստանի նկատմամբ անօրինական է, հակառակ մենք իրավունքներ ունենք այնտեղ, որովհետև մեր տարածքները միջազգայինորեն ճանաչված տարածքներն են խլվել բանդիտների կողմից Մոսկվայի եւ բանի պայմանագրերով, Ալեքսանդրոպոլի պայմանագրով եւ տվել դրանց, Ղարսի պայմանագրով ներողություն, Մոսկվայի եւ Ղարսի պայմանագրով վերցել եւ տվել դրանց։ Եթե ես տեսնեմ գետ մեկ քաղաքական այր, դա կլինի վերլուծաբան, դա կլինի քաղաքական, որը խոսա նախասովետական Ադրբեջանի մասին, որ նա ինչ-որ իրավունքներ ունի, կերազի, որ ասենք, չգիտեմ, դոգ իրենց տուն չգա։ Ուղարկեմ, թե չուղարկեմ։ Ուղարկեմ։ Կտամ կոնտակտները, կասեմ։ Եղբայր, ընդ գործ ունես անելու, ինքը անհամբեր քեզ ասվածում։ Որտեղ ես նույն բանը չեմ կարող անեմ, էլ։ Հիմա սա լսենք մի հատ, ռուսներն էլ չեն հասկանում։ Восхищение Пашиняном. Как бы я ни пытался, я не могу понять восхищение Пашиняном, которое охватило весь интернет. О боже, он такой крутой, надо переезжать в Армению. Посмотрите, как Пашинян унизил Путина. Пашинян — это армянский Навальный, который пришел на лозунгах борьбы против коррупции. Чел сдал Карабах. Сперва он кричал, что Арцах — это Армения, а потом капитулировал. Прямая капитуляция. Чел проебал территории. Чел устроил настоящую войну с церковью, которая привела к расколу общества. В Армении чуть ли не гражданская война. Он фабрикует. Ռուսները չեն հասկանում ոնց կարելի գոռալ Փաշինյանը լավները։ Ոնց կարելի է այսքան бан տեսնելուց հետո։ Фабрикует уголовные дела против церковников. Он сажает бизнесменов, у которых бизнес завязан на России. Фабрикует против них дела только для того, чтобы посадить, чтобы они не могли никак влиять на предвыборную кампанию других кандидатов. В 2026-м Армения показала рекордный уровень коррупции. Пашинян усилил коррупцию. Կառուպցիան ամեն ինչ ուրեմն հարցակում երկրի վրա։ Եկեղեցու վրա, երկրի հանձնում, կառուպցիան 25 թվականի զեկույցով ինքը թռել է ամենավերջը, եկել էր հակակոռուպցիան բոլորի ձեռքից մի մուկ, մի ձուկ, հա, այդ լոզունգներով։ Դուք ոնց եք գոռում, ոնց եք դասում դա լավն է, ոնց եք դուք դրան ընդհանրապես ձայն տալիս։ Который изначально пришел бороться. Сейчас его рейтинг с 80% упал до 13%. Но хлебушкам из ТикТока, Треца и Твиттера абсолютно плевать. Главное, что он сердечки показывает, под Земфиру поет и танцует. Вы! Из-за вас на этой планете все в жопе. Вы выбираете президента не исходя из его политических сильных или слабых сторон. Вы выбираете его исходя, что оно мне нравится, Пашинян ездит на... Դա ասում եմ, դուք ինչի հիմնան վրա եք ընդհանրապես ընտրում։ Քաղաքական որակների վրա, արածգործի վրա, թե ասեք մետրոյա նստում։ Ու այս կարգի ընտրողի, հարցը մենակ Փաշինյան Նիկոլը չի, այս կարգի արժեքներով ընտրողները ընտրում են Թրամփ։ Հա, ընտրում են Թրամփ, ընտրում են Նիկոլ։ Հետո զարմանում են ինչի աշխարհը կեղտի մեջ։ Ոնց պետք է, ինչի պետք է կեղտի մեջ չլինել, եթե դու կեղտն ես ընտրում։ Ուզում ես կեղտին ընտրես ու կեղտի մեջ չլինես։ Եթե դա է քո ստանդարտները, դու որտեղ պիտի լինես, միակ տեղը, որ դու կարող լինես, այդ կեղտն է։ Ֆանայք, ինչ են անում հрьяաները հայկական եկեղեցու հետ Երուսաղեմում։
Մոլդովան մեծացնում է պաշտպանության ծախսերը։ Հայաստանը պակասեցնում է, Մոլդովան մեծացնում է։ Նվորում Մոլդովան դրա կարիքը չունի։ Մոլդովան կողք ունի Ռումինիա, Մոլդովա կողք ունի Եվրոմիություն, որ ասեն սահմանին է, էլի կարիք չունի ոչ մի բան պաշտպանվելու։ Ռուսաստանը Մոլդովայի վրա ուղիղ չի արձակվելու, որտեղ ասում կողքը կա Ռումինիա, ՆԱՏՕ-ի անդամ, կողքը կա Եվրոպա, սահմանը։ Բայց այնուամենայնիվ իրանց երկրի պաշտպանության համար մեծացնում են պաշտպանության ծախսերը։ Ինչ անում Հայաստանը։ Պակասեցնում է։ Երկու կողմից թշնամի ունի, ոչ Եվրոպան է կողքը, ոչ էլ Ռումինիա ունի։ Պարսկաստանին էլ մերժում է ու մեծամտորեն համաձայնվում է, որ Պարսկաստանը իրան գաստ է։ Ասում է մենք դեմ չենք։ Պատկերացնում եք այդ ողորմելիներին։ Եվ փոքրացնում է բանակը։ Եվ դիրքերը լսեցիք, չէ՞։ Դիրքերում փամփուշտ կա, ավտոմատ չկա, աչք կա, ականանետը չկա։ Ու ծապտվող կա այս ամեն ինչին։ Ամերիկայում է սան են ընտրում։ Թրամփը Իրանին դեռ առաջարկում է համաձայնագիր կամ կապիտուլյացիա։ Այս դեմքով լուրջ Իրանին առաջարկում է կապիտուլյացիա կամ հանձնվիր։ Էլի չի հանձնվում։ Նավթը թանկանում է, իսկ Թրամփը ինչ անում դրա փոխարեն կոչ անում նավթային ընկերություններում ամերիկացի սպառողների համար նվազեցնել բենզինի գները։ Պատկերացնում եք, կոչ անում ինքը կոչ անում։ Բիզնեսմենին, որը թանկ գնով նավթ է անում, որտեղ բորսայում է թանկ, կոչ անում իջացնել բենզինի գները։ Ինչ է լինում, երբ որ ընտրողը լինում է տխմար։ Լինում է սա։ Բայց ուղղակի Ամերիկայում գիտեք, որ նա տարբերություն Հայաստանի։ 50 քանի տոկոսից սա ռեյտինգ իջել է 20։ Հայաստանում նույն մարդու մենի ընտրում են իշխանության։ Մի տարվա մեջ սրանը իջել է 50 քանիսից 20, ու սա հաստատ չի անցնելու։ Ոչ միայն սա չի անցնելու, սա կուսակցություններ չի անցնելու այս միջնաժամկետը։ Հայաստանում նույնից ընտրում են իշխանություն։ Ճիշտ է մի քիչ տարբերությամբ, այն էլ ինչի քիչ, որովհետև կոկորդները սպարզ պատրվեց ամիսներով գորալով, որ պետքա գնալ ընտրության, որովհետև եթե ասենք ինչպես անցած տարի 1.200.000 գնալ ընտրության, ոչ թե 1.400.000, 400 քանի հազար, սա 51% հաստատ ապահովել էր։ Հիմա հասկացաք մենք ինչ էինք անում 2 ամիս, 3 ամիս շարունակ, որ պետքա գնալ ամեն դեպքում ընտրության, որովհետև սրա հոտը պլյուս կեղծիքները լինելու են, որպեսզի սա չունենա 50+, պետքա գնալ ընտրության։ Միջդեռ ինձ ինչի մեջ ասես չմեղադրեցին, ինչի մեջ ասես։ Նույնիսկ եմ ասում, եթե լիներ անցած տարվա նման 1.200.000, ոչ թե այս տարվա նման 1.450, Նիկոլ Փաշինյան լինելու բացարձակ մեծամասնություն, գուցե նաև սահմանադրական մեծամասնություն։ Այն ժամանակներ էր փոքր երկիր ու թռնել Հայաստանից։ Անհուս։ Էլի գալու եմ սավրականն եմ։ Զորան Մամդանին։ 3-4 ամսվա մեջ փակեց դեֆիցիտը 8 միլիարդ, էժանացրեց տրանսպորտի գինը, ինչպես խոստացել էր, բացեց խանութներ, որտեղ 30%-ով ավելի էժան են ապրանքները, ինչպես խոստացել էր, պետության հաշվին, պետական խանութներ, իսկ հիմա 1.8 միլիարդ փողը ճարե, որպեսզի անտունների տան խնդիրը լուծի։ Բոլոր 5 բորոներում, 5 շրջաններում, որից մեկն էլ եմ ապրում։ Դրանք Մանհեթենը, Բրոնքս, Քուինս, Բրուքլին եւ Ստեյթեն Այլենդ։ Բոլոր 5 այս մասերում 1.86 միլիարդ փողակներ, որպեսզի կառուցեն կացարաններ ցածր խավի եւ անտունների համար։ Դրամադել Թրամփի համար սա ավելի մեծ վտանգ է, եկ ասես, չէ, քան սեպտեմբերի 11-ի կազմակերպած տերորիզմը։ Որովհետև այստեղ ինչ ասում անում է։ Սա գիտեք ինչ եմ ամեն օր հիշացնում, որ ասես բան, նախ ինքնորությունն է կարևոր, երկրորդը, որ հնարավոր է ընտրել եւ ունենալ ազնիվ ղեկավար,
որը չի խափում։ Հնարավոր։ Դավաճանել են ձեզ։ Չի կարելի հանձնվել, պետք է պատասխանատվության ենթարկել, ընտրել նրան, ով չի դավաճանելու։ Այդ է հենց այդպես։ Միջև կունենաք ձեր ուզած ղեկավարը, որը ձեզ չի խափի։ Իսկ Նյու Յորքի պատմության մեջ սա առաջի դեպքն է։ Կյանքում Նյու Յորքի դեֆիցիտը պարտքերը չի փակվել։ Կյանքում Նյու Յորքի այդ խնդիրները տրանսպորտի, էժան սննդամթերքի կամ այս անտունների խնդիրը չի լուծել։ Միշտ ասել է, սա անհնարին է։ Անհնարին։ Այստեղ է ոչ միայն հրաժարվեց իր բարձրացված աշխատավարձի, $328,000 աշխատավարձ էին իրան տալիս։ Քաղաքը սահմանել է իր աշխատավարձից, հրաժարվեց, ասեց ինձ երիկա աղբեր։ Ես չեմ կարա ավելի լավ ապրեմ, քան իմ հասարակ ընկերն է, քաղաքացին։ Բրուքլինում իր կողքի ապրում։ Բրուքլինի երկու սենյականոցում ապրում, միջև հիմա ընդ որում ամենահասարակ թաղամասում, ոնց է միջև հիմա ապրել են։ Այսինքն հնարավոր է, ժողովուրդ, հնարավոր է։ Ոչ բոլորն են Նիկոլ։ Պետք է ուղղակի ինձ գտնել։ Իսկ ինչ է կատարվում Բիրմինգեմում, Англиям лесенк? В Англии новый мэр Бирмингема не смог прочесть присягу. Первым лицом второго по величине города Британии стал политик-мусульманин пакистанского происхождения. Բիրմինգեմում երկրորդ քաղաքում Անգլիայի ստացվանը պակիստանցի մահմեդական ադարի քաղաքապետ։ Ոչինչ որ, այստեղն էլ է մահմեդական ու այդ կողմերից։ Բայց տարբերությունը գիտեք որն է։ Այստեղն անգլերեն գիտի ու անում ամեն ինչ։ Այսին նույնիսկ երթումը չի կարող ասել կարդա։ На кадрах видно, как мэр с огромным трудом читает текст присяги на английском языке по бумажке, после чего церемонию продолжил исламский священнослужитель с молитвой, превращается ли Британия в восточную страну. Пишет. Սա է այսօր կատարվում Բրիտանիայում, եւ ոչ միայն սա։ Ովքեր Բրիտանիայում ապրում են, ձեզ երևի կպատմեն, թե ինչ սահմանափակումների մեջ են իրենք խոսքի ազատության եւ ինչ ճնշումներ կա այս ձախ թևից, որպեսզի ոչնչացնեն ամբողջ բրիտանական ավանդական քաղաքակրթությունը, որովհետեւ ասեմ բոլորի ճշտամին Իսրայելի եւ Ամերիկայի ճշտամին դա ավանդական Եվրոպան է։ Նաեւ Բրիտանիան էլ է դրա մեջ մտնում։ Եվ այս ամեն ինչ այս բոլոր հենց այդ սերիայի մեջ է։ Պետք է ասեմ, որ Իրանն էլ խոսք է տալի, որ մի օր անպայման պատասխանելու է այն սպանված խփված նավի համար, որը Ուկրաինան խփեց Կասպից ծովում, դա բան էր, իրանական նավ էր, դա Թրամփի հետ հանդիպումից առաջ, որ ասի, տես, ես քո հատած իրանական նավ էլ խփեցի, կտաս ինձ զենք։ Ոչ միայն Թրամփը չտվեց զենք, ոչ միայն չհաստատեց այդ տամագավկեքի հրթիռների, պատրիոտների կներեք, պատրիոտ հրթիռների գործարանի սարքումը, ոչ միայն դա չհաստատեց, ոչ միայն զենք չտվեց, այլ նաև Իսրայելը, ով այդ պատերազմի շահառուների մեջ է, շահառուներից առաջինն է, որի մեջ մտավ Ուկրաինան, Իսրայելը արգելափակեց բոլոր տեսակի զենքերի տրամադրումը նամանավանդ ժամանակակից եւ հակաօդային պաշտպանության Ուկրաինային։ Շնորհավորենք Զելենսկուն, ոչ միայն Զելենսկին ոչ մի բան չստացավ, այլև ստացավ Իրանի խոսքը, որ մենք պլանավորում ենք անպայման պատասխան տալ ձեր խփած նավի դիմաց։ Գիտեք վատը որն է, որ ոչ մի բան չունի հակասնելու Ուկրաինան։ Ուկրաինան իր խելքատակ նախագահի խելքից իր երկիրը քաշեց էլ ավելի մեծ պատերազմի մեջ, քան ընդամենը պատերազմն էր Ռուսաստանի հետ, որովհետև Իրանը Ռուսաստանը չի։ Իրանը անես վնաս տա բանը Ուկրաինային, որ Ռուսաստանը դրա մասին չի կարող երազել, նույնիսկ չի կարող երազել, որ դա հնարավոր է անել։ Իրանը կարող է։ Եթե Իրանը կարողանում է ավիրել ամերիկյան ռազմաբազաները եւ Թել Ավիվը, Ուկրաինան իր ամեն ինչ խնդիրը
Ուկրաինան մի երկիր, որ օդային պաշտպանություն էլ չունի, ինչպես նաև Իսրայելն ու ամերիկյան բազաները։ 3 Գագիկ Գինոսյանի տարեդարձներ։ Նայենք։ Գիտեք ինչն եմ ամենաշատ ցավում, ափսոսում, որ այս կարգի մարդիկ գալիս են, սենց վառվում են ու մոխրանում գնում են, ինչպես Գնյոսյան Գագիկը, Հայգիկ Մուրադյանը, Կոմիտասը, մեր մնացած բոլոր մեծերը, որ կան, Սամվել Կարապետյանը, էլի ունենք հիմա, Արտուր Շահնազարյան ունենք, Չալիկյան ունենք, Արտուր Ադմին ունենք, ողջ հիմա մենման կան, բայց չեմ կիսում իրաց մասին, միջև կիմանանք էլ իրանք մեր հետ չեն։ Գալիս են սենց, ստեղծում են, թողում են, մենք էլի հետևից ենք վազում, էլի հետևանքների հետևից։ Չենք կարողանում ստեղծել են պետությունը, որտեղ այդ մարդը կգա կսարքի և ապահով պետության մեջ կմնա և ոչինչ դրան չի սպառնա։ Իսկ հիմա ուղիղ վտանգի տակ են, այն ինչ որ ազգայինը։ Այն գործերը, որոնք ստեղծվել են, ոնց ասեմ, կյանքի գնով, ու մենք միշտ ինչ որ դրանց այդ ամեն ինչը փրկելու ռեժիմով ենք ապրում, պատկերացնում, մի բան փրկելու, ոչ թե զարգացնելու, փրկելու, Կոմիտասի երգերը փրկելու, Կոմիտասի ժառանգությունը փրկելու, պարերը փրկելու, երկը փրկելու, արվեստը փրկելու, հիշողությունը փրկելու, ժառանգությունը փրկելու, սիմվոլները փրկելու, մենք միշտ այդ փրկելու ռեժիմի մեջ ենք, գիտեք ինչի։ Որովհետև որ ենք չենք սիրում։ Շատ լավ է գրած, ուզում եմ կարդամ, էլի, ուժեղ պետությունը սկսում է փոքր բաներից։ Երբ օրենքը բոլորի համար նույն կերպ է գործում։ Երբ պետական ծառայությունը հարգում է քաղաքացու ժամանակը, երբ որևէ հարց լուծելու համար ծանոթ փնտրելու կարիք չի լինում, եւ վստահությունը բացառություն չէ, այլ սովորական երևույթ։ Ուժեղ պետությունը մեծ որոշումների արդյունք չէ, այն ճիշտ կիրառված հազարավոր փոքր քայլերի արդյունքն է։ Երբ օրենքը գործում է բոլորի համար նույն կերպ։ Երբ որ ես միտեղ էի գնում, այդ հարցը չէի լուծում օրենքի շրջանակում, ես ձենս գցում էի գլուխս, եւ այդ ժամանակ միջամտում էին մարդիկ, որ հարցը լուծեին, ասում էին գլխից զանգ էլի։ Ինչի սկզբանե տեղյակ չէի բան, ասում եմ չհասկացա, ես ինչի պետք է ասեմ, որ ես ինչ որ հատուկ մարդ եմ, հատուկ հնարավորություններ, հատուկ կապելով, որ ես պրիմիտիվ հարցը լուծվի, բա մնացածը։ Այսինքն եթե դա իմ համար կլուծվի ուրեմն թքած մնացածի վրա, բարձում է, հա, մարդիկ զարմանում են, որ դու դրանից չես օգտվում, մի հատ էլ նեղանում ես դրա համար։ Դարի բասացի ախր պետությունը տեղից է սկսվում։ Երբ որ այս օրենքը բոլորի համար է նույն ձև։ Երբ որ իշխանությունը, կառավարությունը ժողովրդի համար է աշխատում։ Եվ այդ հարցը լուծելու համար ծանոթներ պետք չի։ Եվ ես դրանով ոչ թե ոգևորվում եմ, որ ես կարող եի ցանկացած հարց մի զանգով լուծել։ Դա իմ համար տրագեդիա է, որ ես այդ հարցը պետքա զանգով լուծեմ։ Ոչ թե ես ուրախանում եմ, որ ես այդ հարցը կարող եմ լուծել, այլ իմ համար դժբախտություն է, ողբերգություն է, որ կարքի հարցը պետքա զանգով լուծվեին։ Բայ մնացածը բեն հասարակ մարդը։ Չէ՞ այդ հասարակ մարդը իմ գոլեգանն է, իմ հարևանն է։ Իմ ծանոթն է, իմ բարեկամն է, ինչի է պետք է ամեն ինչ էս վիճակի բերել։ Այտենց պետություն չի կերտվում։ Դրա համար էլ մենք անընդհատ մենք փրկելու ռեժիմի վրա ենք։ Փրկենք։ Չես կարող փրկել միշտ։ Որտեղ պահ է գալի, որ դու պետականություն չունես, կամ որ այն ինչ որ ունես, այդ ռեժիմի մեջ դու չես կարող փրկել։ Դու չես կարող Արցախի փրկես շինությունը, երբ որ Արցախ չունես արդեն։ Ոնց կարող ես, չգիտեմ, Գանձասարի պատերը փրկես
չփալվելուց, երբ որ դու գանձասարը չունես։ Ոնց։ Այսպիսի բաներից է սկսում պետությունը։ Արտոնյալ դասի վերացումով, որովհետև ինչ է նշանակում արտոնյալ դաս, այդ որ հայն է մյուս հայից առավել, ով ասեց, հետ ինչ կաստայականացում է, կաստայականացումը դա սովետական մտածելակերպ էր, հայկական համայնքներում այդպես բան չի եղել, հայկական համայնքներում բոլորը հավասար են եղել, բոլորը, այդ կաստայականությունը մտավ սովետականությունից հետո, որտեղ, այո, բաժանվեց կոմունիստական կաստայականության, հայերը ընդունեցին դա, ուսես պահում են, սենց ոսկե հորթի նման պահում են, ձեր չտակ, օրվա կաստան, օրվա իշխանությունն է և օրվա կաստայի ներկայացուցիչները այդ իշխող կուսակցության ներկայացուցիչներն են, դա հայկական չի, դա հակահայկական է, դա մարդկային չի, դա հակամարտկային է, դա պետական չի, պետականամետ չի, դա հակապետական է, այնպես որ են տխմարներ, երեխուն տատին ու պապին նկարը չէր հակապետական, հակապետականը կուսակցական լինելն է և այդ դիտակետից մարդկանց նայելն է, հակապետական, բայց շարքային տխմարի համար սա հասանելի չի, որովհետև տխմարը ուզում է ինքն էլ կուսակցական լինի, որ իր հարցերը կարող է զանգերով լուծել, իրան պետք չի, որ այդ հարցերը բոլորի համար լուծված լինի, որովհետև այդ տխմարի ոչնչությունը փառավորող էգոն այդ հարցը մենակ իր համար լուծելու մեջ է, որ ինքը առավելություն է, ինքը ոչինչը առավելություն ունի այն մյուսի նկատմամբ։ Դե իմանից ասեք, մենք շանս ունենք պետականություն ունենալու, թե չէ, մենք կարող ենք էսի արմատախիլ անել մեր մեջից։ Տեսակ դառը եղավ վերջաբանը, բայց ժողովուրդ ջան, ես խոսք չեմ տվել, որ ամեն ինչ քաղցր է լինելու, որովհետև սա ինձ է կախված մեր ապագան։ Մեր ներկան դառն է, որտեղ մենք այտենց ենք, և մեր ապագան չի կարող քաղցր լինի, եթե սանից չհրաժարվենք մենք։ Ինչ կարող ավելի գարշելի լինի, քան մի հայի առավելությունը մյուս հայի նկատմամբ։ Մեր նախնիները այդպես չեն ապրել, դրա համար են հաղթել են, դրա համար են կայուն են մնացել, դրա համար ունեցել ենք Վանի ինքնապաշտպանություն, Սասունի ինքնապաշտպանություն։ Երբ որ նույնիսկ պետություն չունեինք, բայց մենք ինքնապաշտպանություն ունեինք, որտեղ ոչ մի հայը մյուսից կարևոր չէր, ամեն ինչ ընդհանուր էր, ամեն ինչը նույնքան կարևոր էր բոլորի համար։ Ու այն տղեկը, որ 3 հոգով 50 զրատեխնիկային խոցել, իրար համար կյանք էին տալի, որտեղ գիտեին իրենց կյանք են տալի իրար համար, որտեղ իրենց կյանքը մեր համար թանկ է, ու իրենց կյանքը նաև մեր համար էր, վստահ էին, որ մենք իրենց կյանքը գնահատելու ենք, իսկ մի քանի 100,000 մարդու համար փու դրա վրա գերովի ծոսը գնան դրանք։ Ներեցեք անկեղծությանս համար, բայց սա ճշմարտություն է։ Այսօր էլ թող սենց ավարտվի մեր հաղորդումը, լավ մնացեք։